Տարիների զոհաբերություններից հետո մի մայր վերջապես հավատում էր, որ հանգստություն է գտել, ապրելով իր որդու հետ։ Սակայն հարսի ժպիտների ետում թաքնված էր նվաստացման լուռ բռնության դաժան շրջան։ Երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվեց, արդեն ուշ էր մխիթարության համար, բայց ոչ արդարության համար։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որ դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Սեպտեմբերյան մանր անձրը թրջում էր Երանի փողոցները, երբ տիկին Հեղինեն տաքսիից իջավ բարձրակարգ բնակելի համալիրի դիմաց։ Նրա հոգնած աչքերը զննում էին վիթխարի շենքը, ամբողջությամբ հայելապատ ապակուց, այնքան տարբեր այն պարզիկ տնակից, որտեղ անցկացրել էր վերջին 20 տարին։ Վարորդն օգնեց ճամպրուկների հետ, քիչ մի ամբողջ կյանքի համար, նա շնորհակալություն հայտնեց այնպիսի քաղաքավարությամբ, ով երբեք չէր կորցրել իր դաստիարակությունը, նույնիսկ ամենադժվար օրերին։ Նա խորը շունչ քաշեց, զգալով մեծ քախ։ Աքի հոտը, խառնված մանր անձրի խոնավության հետ, քայլեց դեպի մուտքի դուռը։ Դռնապանը նրան դիմավորեց պաշտոնապես, ստուգելով նրա անունը այցելուների ցուցակում, նախքան մուտքը թույլ տալը։ Տիկին Հեղինեն ամաչկոտ ժպտաց, դեռ սովորելով այն մտքին, որ հիմա այդ վայրը կլինի իր տունը։ Նա մտավ հայելապատ վերելակ, տեսավ իր արտացոլումը բազմապատկված պատերին։ 72 տարեկան մի կին, մոխրագույն մազերը հավաքված հանգույցի մեջ, կնճիռներ, որոնք պատմում էին անքուն գիշերների պայքարի օրերի մասին։ Բայց այդ պահին նրա աչքերը փայլում էին մի բանով, ինչ նա երկար ժամանակ էր, ինչ չէր զգացել, հույսով։ Երբ վերելակի դռները բացվեցին 14-րդ հարկում, այնտեղ էր Ռոբերտը, իր որդին, այն լայն ժպիտով, որը նա ճանաչում էր մանուկ հասակից։ 38 տարեկան, մուգ, խնամքով սանրված մազեր, անթերի մուգ կապույտ կոստյում, հաջողությունը դրոշմված էր յուրաքանչյուր մանրուքի վրա։ Նա ամուր գրկեց նրան, տիկին Հեղինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց հուզմունքից։ Քանի անգամ էր նա երազել այս պահի մասին։ Քանի գիշեր էր նա աղոթել, որ որդի Բարգավաճի կարողանա ապրել առանց այն դժվարությունների, որոնք ինքը ճանաչել էր։ Բարի գալուստ, մայրիկ։ Վերջապես դուք տանն եք, ասաց Ռոբերտը, վերցնելով ճամպրուկները նրան ուղեկցելով բնակարանի ներս։ Տեղը ամեն ինչ էր, ինչ նա պատկերացնում էր, մի փոքր ավելին։ Ընդարձակ, բաց մարմարյա հատակով, ճաշակով ժամանակակից կահույք, պատերին աբստրակտ նկարներ, մեծ պատշգամբ քաղաքի տեսարանով։ Բնական լույսը առատորեն ներթափանցում էր հատակից առաստաղ ձգվող պատուհաններից, ստեղծելով խաղաղության մթնոլորտ։ Տիկին Հեղինեն կանգնած էր այնտեղ, կլանելով յուրաքանչյուր մանրուք, դեռ լիովին չէր հավատում, որ դա իրական է։ Այդ ժամանակ հայտնվեց Քրիստինեն։ Նա հայտնվեց միջանցքից, կարծես ուրվական բեժ գույնի կտավից էլեգանտ հագուստով, փայլուն, ուղիղ շիկահեր մազերը փայլում էին լույսի տակ, կատարյալ դիմահարդարում, անթերի ժպիտ։ Նա բարձրահասակ էր, նիհար, այն ուղիղ կեցվածքով, ով հաճախել էր լավ դպրոցներ, ավելի լավ սոցիալական շրջանակներ։ 35 տարեկանում Քրիստինեն այն տեսակի կինն էր, ով ուշադրություն էր գրավում ամենուր, ուր էլ գնար, ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ իր ուշագրավ ներկայությամբ։ Տիկին Հեղինե, ինչ ուրախություն է անձամբ ճանաչել ձեզ, ասաց Քրիստինեն, նրբորեն մեկնելով ձեռքը։ Ռոբերտը այնքան է խոսում ձեր մասին, որ զգում եմ, որ արդեն տարիներ է, ճանաչում եմ ձեզ։ Շատ բարի գալուստ մեր տուն։ Ձեռքսեղմումն ամուր էր, բայց նուրբ, տիկին Հեղինեն անմիջապես իրեն ընդունված զգաց։ Շնորհակալ եմ, հարսս։ Իսկապես շնորհակալ եմ։ Չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ նման կերպ ինձ ընդունելու համար։ Ինչ եք ասում, տունը հիմա ձերն է նույնպես, պատասխանեց Քրիստինեն, այն մեղեդային ձայնով, որը կարծես հեռուստատեսային գովազդից լիներ։ Եկեք, ես ցույց կտամ ձեր սենյակը։ Մենք ամեն ինչ պատրաստել ենք մեծ սիրով։ Տիկին Հեղինեի համար պատրաստված սենյակը գտնվում էր միջանցքի վերջում, օդափոխվող տարածք, դեպի արմուտք նայող պատուհանով, նոր երկտեղանի մահճակալ, ծաղկավոր ծածկոցով, ընդարձակ զգեստապահարան, հարմարավետ բազկաթոռ, գրքերով լի դարակի կողքին։ Այնտեղ կար նույնիսկ ընթերցանության լամպ, նուրբ վարագույրներ, որոնք ստում էին երեկոյան լույսը։ Քրիստինեն բացեց դարակները, ցույց տալու համար, որ դրանք արդեն բուրավետ թղթով էին պատված, մատնացույց արեց անձնական լոգարանը, կատարելապես ծալված փափուկ սրբիչներով։ Հուսով եմ, որ դուր կգա ձեզ։ Եթե ինչ-որ բան փոխելու կարիք լինի, պարզապես ասեք, ասաց Քրիստինեն, մայրական ժեստով նրբորեն դիպչելով տիկին Հեղինեի ուսին։ Կատարյալ է, հարսս։
Ավելի քան կատարյալ, պատասխանեց տիկինը, արցունքոտ աչքերով։ Երբեք չէի պատկերացնի, որ նման սենյակ կունենամ։ Ռոբերտը ներս մտավ, բերելով ճամպրուկները դնելով դրանք զգեստապահարանի կողքին։ Մայրիկը արժանի է այս ամենին շատ ավելին, մայրիկ։ Դուք ինձ մենակ եք մեծացրել, այնքան եք աշխատել, ամեն ինչ զոհել եք ինձ համար։ Հիմա իմ հերթն է հատուցելու։ Կարող եք հանգիստ հանգստանալ, դուք տանն եք։ Առաջին շաբաթները քաղցր հարմարվողականության շրջան էին։ Տիկին Հեղինեն արթնանում էր վաղ, ինչպես միշտ արել էր ամբողջ կյանքում, բայց հիմա կարիք չկար շտապելու մաքրուհու աշխատանքի։ Նա կարող էր հանգիստ նախաճաշել մեծ խոհանոցի սեղանի շուրջ, դիտելով, թե ինչպես է քաղաքն արթնանում պատուհաններից։ Քրիստինեն միշտ անթերի էր հայտնվում նույնիսկ առավոտյան, պատրաստում էր թարմ սուրճ, ջեմով տոստեր, խնամքով կտրատված մրգեր։ Նրանք խոսում էին առօրյա բաների, բաղադրատոմսերի, սերիալների մասին, մինչ Ռոբերտը նորություններ էր կարդում պլանշետում նախքան գրասենյակ գնալը։ Տիկին Հեղինեն սկսեց ստեղծել մի առօրյա։ Առավոտյան, երբ Ռոբերտը հեռանում էր, նա օգնում էր Քրիստինեին տան փոքրիկ գործերում, թե այնտեղ կար Նաիրան, աշխատակցուհին, ով այնտեղ աշխատում էր 5 տարի։ Նաիրան 40 անց սամորթ կին էր, միշտ անթերի համազգեստով, արդյունավետ զուսպ։ Սկզբում տիկին Հեղինեն որոշակի անհարմարություն էր զգում, նա երբեք չէր սպասարկվել կյանքում, միշտ ինքն էր մաքրել ուրիշների տները։ Բայց Նաիրան նրան վերաբերվում էր անկեղծ հարգանքով, աստիճանաբար նրանք զարգացրեցին բարյացակամ հարաբերություններ։ Կեսօրին տիկին Հեղինեն սիրում էր նստել պատշգամբում, գիրք կարդալով կամ պարզապես դիտելով քաղաքի շարժը ներքում։ Նա ուներ մի հին ռադիո, որը բերել էր տանից, լսում էր իր սիրելի երգերը մեղմ ձայնով, այն հին երգերը, որոնք հիշեցնում էին նրա երիտասարդությունը։ Քրիստինեն միշտ հայտնվում էր թեյով, թխվածքաբլիթով, բարի խոսքով։ Հարցնում էր, ամեն ինչ լավ է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի, հարմարավետ է արդյոք սենյակը։ Երբ Ռոբերտը գալիս էր աշխատանքից, սովորաբար երեկոյան, նրանք բոլորը միասին ճաշում էին։ Քրիստինեն հիանալի խոհարար էր, կամ գոնե շատ լավ էր կարողանում Նաիրային հանձնարարել գործերը, ինչի արդյունքում ստացվում էին համեղ գեղեցիկ մատուցված ուտեստներ։ Սեղանը միշտ խնամքով էր դրված, կտորե անձեռոցիկներ, բյուրեղապակյա բաժակներ, ճենապակյա ափսեներ։ Նրանք խոսում էին օրվա մասին, Ռոբերտը պատմում էր հանդիպումների, լավ ընթացող բիզնեսի, ընկերության ընդլայնման պլանների մասին։ Տիկին Հեղինեն ամեն ինչ լսում էր հպարտություն դրոշմված իր դեմքին։ Իր տղան, ում ինքը մենակ էր մեծացրել այն բանից հետո, երբ ամուսինը այդքան վաղ հեռացավ, հանկարծակի հիվանդության զոհ դառնալով, երբ Ռոբերտը ընդամենը 6 տարեկան էր։ Դրանք դժվար տարիներ էին, աշխատելով 3 տարբեր տներում, ուշ երեկոյան տուն վերադառնալով, արածակից առաջ արթնան։ Ալով։ Բայց ամեն ինչ արժեր։ Այնտեղ էր նա, հաջողակ ամուսնացած հրաշալի կնոջ հետ, նրան առաջարկելով այն հարմարավետությունը, որը նա երբեք չէր ունեցել։ Մի երեկո, հատկապես հաճելի ընթրիքից հետո, Ռոբերտը բռնեց մոր ձեռքը հուզմունքով ասաց. «Գիտեք, մայրիկ, երբ ես փոքր էի տեսնում էի, թե ինչպես եք հոգնած տուն գալիս, ձեռքերը վնասված ուրիշների հատակը շփելուց, ես ինքս ինձ խոստացա, որ մի օր կփոխեմ դա։ Որ մի օր դուք կապրեք թագուհու պես, առանց որևէ բանով անհանգստանալու»։ Տիկին Հեղինեն սեղմեց որդու ձեռքը, արցունքները ազատորեն հոսում էին։ «Դու միշտ լավ տղա ես եղել, Ռոբերտ։ Միշտ։ Եվ տեսեք, թե ուր եք հասել։ Ես այնքան հպարտ եմ»։ Քրիստինեն դիտում էր տեսարանը քաղցր ժպիտով, բայց եթե ինչ-որ մեկը ուշադիր նայեր, կնկատեր, որ ժպիտը լիովին չէր հասնում նրա աչքերին։ Բայց ոչ ոք չնկատեց։ Բյուրեղապակյա ջահի մեղմ լույսը, հարմարավետ միջավայրը, մոր որդու միջ քնքշության պահը, ամեն ինչ նպաստում էր կատարյալ ընտանեկան ներդաշնակության մթնոլորտ ստեղծելուն։ Օրերը հաջորդեցին մի հանգիստ ռիթմով։ Տիկին Հեղինեն սովորում էր նոր կյանքին, այն հարմարավետությանը, որը նախկինում ընդամենը երազանք էր։ Նա սկսեց ավելի շատ ուսումնասիրել բնակարանը, իրեն իսկապես տանը զգալով։ Նա վերադասավորեց որոշ բաներ իր սենյակում, հին լուսանկարներ դրեց դարակում, փոքրիկ առարկաներ, որոնք բերել էր իր հետ։ Քրիստինեն միշտ գովում էր նրա ընտրությունները, օգնում էր գտնել լավագույն տեղը յուրաքանչյուր հիշողության համար։ Երրորդ շաբաթվա վերջում էր, որ տիկին Հեղինեն նկատեց առաջին նուրբ փոփոխությունը։ Նա խոհանոցում էր, եգիպտացորենի ալյուրից տորտ պատրաստելով, ինչպես անում էր, երբ Ռոբերտը երեխա էր։ Շաբաթ առավոտ էր, Ռոբերտը վաղ էր դուրս եկել, աշխատանքի ընկերների հետ թենիս խաղալու։
Նա իրան հանգստյան օրերին հանգիստ էր։ Քրիստինեն մտավ խոհանոց, դեռ մետաքսե խալաթով, մի պահ դիտեց։ Բարի առավոտ, հարսս։ Ես պատրաստում եմ այն տորթը, որը Ռոբերտը փոքրուց սիրում է, ասաց տիկին Հեղինեն ժպտալով։ Ինչ համեղ է, տիկին Հեղինե։ Բայց գիտեք, որ մենք այստեղ մոտ հիանալի հրուշակեղենի խանութ ունենք։ Նրանք հրաշալի տորթեր են պատրաստում, միշտ թարմ, պատասխանեց Քրիստինեն, վերցնելով մի բաժակ սուրճ։ Ախ, բայց սա հատուկ է։ Սա իմ տատիկի բաղադրատոմսն է, ես այն փոխանցել եմ Ռոբերտին, երբ նա փոքր էր։ Նա շատ է սիրում։ Քրիստինեն մի կում խմեց սուրճից, աչքերը հառած իր սկեսրոջ վրա։ Հասկանում եմ։ Բայց մի գու։ Թե ավելի լավ է նախապես տեղեկացնել, նախքան խոհանոցն օգտագործելը, գիտեք։ Ես այստեղ կազմակերպման համակարգ ունեմ, երբեմն, երբ ինչ-որ մեկը շարժում է, ամեն ինչ խառնվում է։ Տիկին Հեղինեն աչք թարթեց, զարմացած։ Օ, ներողություն։ Չգիտեի։ Կարող եմ ավարտել տորթը։ Արդեն գրեթե պատրաստ է։ Կարող եք։ Բայց հաջորդ անգամ ավելի լավ է նախապես համաձայնեցնել, լավ, Քրիստինեի ձայնը պահպանում էր քաղցր տոնը, բայց այնտեղ ինչ-որ այլ բան կար, մի բան, որը տիկին Հեղինեն չէր կարողանում ճշգրտորեն նույնականացնել։ Իհարկե, հարսս։ Իսկապես ներողություն, պատասխանեց տիկինը ավելի քիչ ոգորությամբ, քան նախկինում, շարունակելով խառնել խմորը։ Քրիստինեն դուրս եկավ խոհանոցից, տիկին Հեղինեն մնաց այնտեղ, մենակ, զգալով մի փոքր անհարմարություն, որը փորձեց անտեսել։ Դա ընդամենը կազմակերպչական հարց էր, ի վերջո։ Քրիստինեն ճիշտ էր, տունն ուներ իր կանոնները, դա նորմալ էր։ Նա հյուր էր այնտեղ, պետք էր հարմարվել։ Տորթը պատրաստ էր, բուրավետ ոսկեգույն, ինչպես միշտ։ Երբ Ռոբերտը թենիսից վերադարձավ, քրտնած ոգորվ։ Մորը հյուրասենյակում գտավ ուղիղ նրան գրկելու գնաց։ Եգիպտացորենի ալյուրից տորթի հոտ եմ զգացել։ Դուք իմ սիրելի տորթն եք պատրաստել։ Այո, որդիս։ Հիմա սառչում է խոհանոցում։ Ռոբերտը գնաց մի կտոր վերցնելու, վերադարձավ բավարարված ծամելով։ Կատարյալ է, մայրիկ։ Ճիշտ այնպես, ինչպես դուք էիք պատրաստում, երբ ես փոքր էի։ Ոչ ոք չի պատրաստում տորթ, ինչպես դուք։ Քրիստինեն հայտնվեց հյուրասենյակում, արդեն հագնված, դիմահարդարված, կատարյալ, ինչպես միշտ։ Իսկապես համեղ էր, տիկին Հեղինե։ Ռոբերտ, հետո կօգնես ինձ խոհանոցը կարգի բերել։ Մի փոքր խառնաշփոթ էր։ Ռոբերտը գլխով արեց, առանց մեծ նշանակություն տալու։ Իհարկե, սերս։ Հետո կկարգավորենք։ Բայց տիկին Հեղինեն նորից զգաց այդ ցավը։ Միթե նա այդքան անկարգ էր թողել խոհանոցը։ Նա միշտ խնամքով էր աշխատել, կազմակերպված էր։ Ամբողջ կյանքը տներ էր մաքրել, գիտեր, թե ինչպես ամեն ինչ իր տեղում թողնել։ Բայց միգուցե Քրիստինեի չափանիշները տարբեր էին։ Նուրբ կին, սովոր այլ մակարդակի կատարելության։ Հաջորդ օրերին փոքրիկ միջադեպերը սկսեցին կուտակվել։ Տիկին Հեղին։ Էն կեսօրին թե էր պատրաստում, Քրիստինեն մեկնաբանեց, որ այդ բաժակը ամենօրյա օգտագործման համար չէ, այն հատուկ հավաքածուի մաս էր։ Տիկին Հեղինեն ցանկացավ ջրել պատշգամբի բույսերը, Քրիստինեն բացատրեց, որ յուրաքանչյուր բույս ունի հատուկ ժամանակ ջրի ճշգրիտ քանակություն։ Տիկին Հեղինեն ռադիոն միացրած թողեց սենյակում, Քրիստինեն թակեց դուռը, ասելով, որ ձայնը անհանգստացնում է, թե այն գրեթե անլսելի էր։ Միշտ քաղաքավարությամբ, միշտ ժպիտով, Քրիստինեն սահմաններ էր դնում, կանոններ էր ստեղծում, սխալներ էր մատնանշում։ Եվ տիկին Հեղինեն, ցանկանալով լինել կատարյալ սկեսուրը, երախտապարտ հյուրը, ավելի ու ավելի էր նահանջում։ Նա սկսեց վախենալ իրերի հետ շփվելուց, տարածք զբաղեցնելուց, անհանգստացնելուց։ Մի կեսօր, մինչ նա իրան մաքրում էր հյուրասենյակը, տիկին Հեղինեն մեղմորեն ասաց. Նաիրա, կարող եք ինձ սովորեցնել, թե որտեղ են պահվում իրերը խոհանոցում։ Այդպես ես ռիսկի չեմ դիմի սխալ բան վերցնելու։ Նաիրան նայեց նրան մի արտահայտությամբ, որը տիկին Հեղինեն չկարողացավ լիովին վերծանել։ Կարող էր այնտեղ կարեկցանք լինել։ Կամ անհանգստություն։ Իհարկե, տիկին Հեղինե։ Ես ամեն ինչ ցույց կտամ ձեզ։ Բայց այդքան շատ անհանգստանալու կարիք չկա։ Տունը մեծ է, տեղ կա բոլորի համար։ Պարզապես չեմ ուզում դժվարություն պատճառել, գիտեք։ Քրիստինեն այնքան կազմակերպված է, այնքան կատարյալ։
Չեմ ուզում ոչինչ փչացնել։ Նա իրան մի պահ լռեց, կարծես ինչ-որ բան ասել էր ուզում, բայց զսպեց իրեն։ Հետո ժպտաց ասաց. «Դուք պարոն Ռոբերտի մայրն եք։ Դուք լիարժեք իրավունք ունեք լինել այստեղ ձեզ տանը զգալ»։ Այդ խոսքերը ջերմացրին տիկին Հեղինեի սիրտը, բայց լիովին չցրեցին այն անհարմարությունը, որը աճում էր դանդաղ, լուռ, ինչպես ստվերում աճող բույս։ Երեկոյան մահճակալում տիկին Հեղինեն արթուն մնաց, մտածելով. Միթե նա անշնորհակալ էր։ Քրիստինեն Ռոբերտը նրան ամեն ինչ էին առաջարկում՝ գեղեցիկ տուն, հարմարավետություն, անվտանգություն։ Եվ նա այնտեղ բողոքում էր փոքրիկ բաներից, անիմաստ մանրուքներից։ Միգուցե դա պարզապես ժամանակի հարմարվողականության հարց էր։ Նոր տները ունեն իրենց կանոնները, նոր մարդիկ ունեն իրենց սովորությունները։ Նա պետք է համբերատար լիներ, հասկացող, երախտապարտ։ Բայց խորքում, շատ խորքում, մի ձայն համառորեն շշնջում էր, որ ինչ-որ բան այն չէր։ Որ Քրիստինեի աչքերը, կատարյալ ժպիտի ետում, ինչ-որ այլ բան էին պահում։ Սառը մի բան։ Մի բան, որը դիտում էր, հաշվարկում, սպասում։ Տիկին Հեղինեն վանում էր այդ մտքերը, կարծես դրանք անհարմար ճանճեր լինեին։ Նա չէր կարող այդպես մտածել։ Քրիստինեն իր որդու կինն էր։ Այն կինը, ում նա ընտրել էր կյանք կառուցելու համար։ Նա պետք է լիներ լավ սկեսուր, հասկացող, ով չէր խառնվում, ով խնդիրներ չէր առաջացնում։ Քանի անգամ էր նա լսել սարսափելի սկեսուրների մասին պատմություններ, ովքեր փչացնում էին ամուսնությունները։ Նա դրանցից մեկը չէր լինի։ Երբեք։ Այսպիսով նա կուլ տվեց անհարմարությունը, ստիպողաբար ժպտաց, ամեն ինչի այո ասաց, ավելի ու ավելի քիչ տարածք էր զբաղեցնում, ավելի ու ավելի մեղմ էր խոսում, ավելի ու ավելի քիչ էր գոյություն ունենում։ Եվ աստիճանաբար, լիովին չհասկանալով, թե ինչ էր կատարվում, տիկին Հեղինեն սկսեց անհետանալ իր սեփական մաշկի ներսում, ինչպես հին լուսանկարը, որը ժամանակի ընթացքում կորցնում է իր գույները, մինչ դառնում է ընդամենը իր նախկինի գունատ ուրվագիծը։ Ռոբերտը ոչինչ չէր նկատում։ Նա հոգնած էր գալիս աշխատանքից, ճաշում էր, մի փոքր խոսում էր, հեռուստացույց էր դիտում Քրիստինեի հետ, քնում էր։ Հանգստյան օրերին նա սոցիալական հանդիպումներ էր ունենում, ընթրիքներ հաճախորդների հետ, ճաշեր գործընկերների հետ։ Քրիստինեն միշտ ուղեկցում էր նրան, անթերի, կատ։ Արյալ կինը, ում բոլորը հիանում էին։ Եվ տիկին Հեղինեն մնում էր տանը, հանգիստ, զբաղեցնելով իր անկյունը, կարդալով իր գրքերը, լսելով իր ռադիոն հնարավորինս ցածր ձայնով, գրեթե աննկատելի։ Մի երեկոս մեկ ընթրիքից հետո, որի ընթացքում Քրիստինեն զուսպ կերպով ուղղել էր, թե ինչպես էր տիկին Հեղինեն պատառաքաղը բռնում, տիկինը փակվեց լոգարանում, նայեց իր արտացոլմանը հայելու մեջ։ Ո՞վ էր այդ կինը այնտեղ։ Այդ տիկինն կախված ուսերով, խուսափող հայացքով, ով կարծես ներողություն էր խնդրում իր գոյության համար։ Որտեղ էր Հեղինեն, ով մենակ էր մեծացրել որդուն, ով ամբողջ կյանքը քրտնաջան աշխատել էր, ով դիմակայել էր փոթորիկներին գոյատել։ Նա դողդոջուն մատներով դիպավ իր դեմքին։ Երբ էր նա սկսել իրեն այդպես զգալ։ Երբ էր նա դադարել մարդ լինելուց դարձել մի կահույք, որը տարածք էր զբաղեցնում ուրիշի հյուրասենյակում։ Բայց նախքան ինքն իրեն պատասխանելը, նա լսեց Քրիստինեի ձայնը դրսից։ Տիկին Հեղինե, ամեն ինչ լավ է այնտեղ։ Դուք երկար ժամանակ է, ինչ լոգարանում եք։ Այո, հարսս։ Արդեն դուրս եմ գալիս, արագ պատասխանե։ Սրբիչով չորացնելով դեմքը։ Նա բացեց դուռը, Քրիստինեին գտավ այնտեղ, ժպտացող, գեղեցիկ, ինչպես միշտ։ Ես անհանգստացա։ Դուք ձեզ լավ եք զգում։ Ես հիանալի եմ։ Պարզապես դեմքս էի լվանում։ Լավ է։ Եկա տեղեկացնելու, որ վաղը մի փոքր կփոխեմ տան առօրյան։ Պետք է որոշ բաներ վերակազմակերպեմ։ Միգուցե ավելի լավ է, որ դուք ավելի շատ սենյակում մնաք, որպեսզի չխանգարեք։ Ամեն ինչ լավ է։ Տիկին Հեղինեն աչք թարթեց։ Իհարկե, հարսս։ Ամեն ինչ լավ է։ Հիանալի է։ Բարի գիշեր ուրեմն, ասաց Քրիստինեն, թեթակի դիպչելով սկեսրոջթին, նախքան հեռանալը։ Եվ տիկին Հեղինեն վերադարձավ իր սենյակ, այդ տարածքը, որն աստիճանաբար դադարում էր ապաստան լինելուց դառնում էր կամավոր բանդ։ Նա պառկեց մահճակալին, նայելով առաստաղին, կրծքի վրա մի ծանրություն զգալով, որը չէր կարողանում անվանել։ Դրսում պատուհանից Երան քաղաքը փայլում էր միլիոնավոր լույսերով, եռում էր կյանքով, շարժումով, հնարավորություններով։
Բայց ներսում, այդ գեղեցիկ սենյակում, շքեղ բնակարանում, տիկին Հեղինեն իրեն ավելի միայնակ էր զգում, քան երբե իր կյանքում։ Եվ այդպես ավարտվեց մեկ օր, մեկ աղյուս դրվեց անտեսանելի պատի վրա, որը բարձրանում էր նրա շուրջը լուռ անողոք, ինչպես անցնող ժամանակը։ Ռոբերտի տանը երկրորդ ամիսը բերեց փոփոխություններ, որոնք տիկին Հեղինեն այլևս չէր կարող անտեսել, որքան էլ փորձեր։ Կանոնները բազմապատկվում էին, ինչպես մոլախոտերը լքված այգում, արագ աճելով, զբաղեցնելով ամբողջ հասանելի տարածքը, խեղդելով այնտեղ եղած կյանքը։ Քրիստինեն հիմա ուղում էր գրեթե ամեն ինչ, միշտ այն ժպիտով, որը չէր հասնում աչքերին, միշտ մի ձայնով, որը խառնում էր քաղցրությունը սուր ինչ-որ բանի հետ, ինչպես թաքնված շեղբը թավշի մեջ։ Դուք չպետք է օգտագործեք այս մազերի խոզանակը հյուրերի լոգարանում, տիկին Հեղինե։ Այն հյուրերի համար է։ Օգտագործեք ձեր լոգարանի խոզանակը, կամ ես նկատեցի, որ դուք առավոտյան պատշգամբում եք։ Ավելի լավ կլինի գնալ կեսօրին, երբ ես ավարտեմ բույսերը կարգի բերելը, կամ նա, այս հագուստը ավելի լավ կլիներ այսպես պահել, տեսեք, թե ինչպես եմ ես անում։ Յուրաքանչյուր նախադասություն մի փոքր ուղում էր, մի փոքր կարգավորում, մի փոքր ցուցադրություն, որ տիկին Հեղինեն միշտ ինչ-որ բան սխալ էր անում։ Եվ ամենավատն այն էր, որ տարեց կինը սկսեց հավատալ դրան։ Նա սկսեց իրեն տեսնել Քրիստինեի աչքերով, որպես անշնորհք, հնացած մեկը, ով չէր հասկանում ժամանակակից աշխարհի կանոնները։ Ի վերջո, ինչ գիտեր նա շքեղ բնակարանների մասին։ Նա իր կյանքն անցկացրել էր պարզ տներում, ուրիշների համար աշխատելով։ Միգուցե Քրիստինեն ճիշտ էր։ Միգուցե նա իսկապես պետք է սովորեր ապրել այդ նոր աշխարհում։ Ռոբերտը շարունակում էր անտեղյակ մնալ ամեն ինչից։ Նա վաղ էր դուրս գալիս, ուշ էր վերադառնում, միշտ զբաղված բիզնեսի ընդլայնմամբ։ Երբ նա տանն էր, Քրիստինեն կատարյալ կինն էր, ուշադիր նրա հանդեպ, բարի սկեսրոջ հանդեպ։ Նա համառորեն մատուցում էր տիկին Հեղինեի ընթրիքը ժպիտով, հարցնում էր, դուր է եկել ուտելիքը, աղանդեր էր առաջարկում։ Ռոբերտը դա դիտում էր բավարարվածությամբ, հպարտանալով այն ներդաշնակությամբ, որը նա կարծում էր, որ գոյություն ունի իր տանը։ Մի հինգշաբթի առավոտյան տիկին Հեղինեն արթնացավ, ցանկանալով պատրաստել այն հատուկ նախաճաշը, որը Ռոբերտը սիրում էր։ Մանկության տարիներին։ Թարմ պանրով հաց, կոկոսով տապիոկա, թարմ քամած նարնջի հյութ։ Նա վաղ արթնացավ, նույնիսկ մինչ Քրիստինեն արթնանալը, լուռ գնաց խոհանոց։ Նա սկսեց զգուշորեն աշխատել, փորձելով աղմուկ չբարձրացնել, չանհանգստացնել։ Նա հենց տապիոկաները շրջում էր թավայի մեջ, երբ իր հետում ինչ-որ մեկի ներկայություն զգաց։ Նա շրջվեց, հանդիպեց Քրիստինեին, մետաքսե գիշերազգեստով, բաց մազերով, աչքերը հառած նրա վրա այնպիսի ինտենսիվությամբ, որ նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Բարի առավոտ, հարսս։ Ես հատուկ սուրճ եմ պատրաստում Ռոբերտի համար։ Շուտով պատրաստ կլինի, ասաց տիկին Հեղինեն, փորձելով ժպտալ։ Քրիստինեն անմիջապես չպատասխանեց։ Նա քայլեց դեպի լվացարան, վերցրեց մի բաժակ ջուր, դանդաղ խմեց, աչքերը երբեք չդադարելով դիտել սկեսրոջը։ Լռությունը երկարեց, ծանր, սպառնալից։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը տարբեր էր, ավելի ցածր, առանց քաղցրության որե հետքի։ Տիկին Հեղինե, կարծում եմ մենք պետք է խոսենք։ Նստեք այստեղ։ Դա խնդրանք չէր։ Դա հրաման էր։ Տիկին Հեղինեն անջատեց կրակը, նստեց բարձր աթոռին, սեղանի կողքին, ձեռքերը թեթակի դողում էին։ Քրիստինեն կանգնած էր, տիրելով տարածքին, հայացքը սառն էր, ինչպես սառույցը։ Ես շատ համբերատար եմ եղել ձեր հանդեպ։ Շատ։ Ես բացել եմ իմ տունը, կիսել եմ իմ ամուսնուն, փորձել եմ ամեն ինչ լավ ընթանա։ Բայց դուք չեք համագործակցում։ Դուք շարժում եք իմ իրերը, խառնում եք իմ խոհանոցը, զբաղեցնում եք իմ տարածքները։ Ես պետք է, որ դուք մեկընդմիշտ հասկանաք։ Այստեղ ես եմ տիրում։ Սա իմ տունն է։ Ռոբերտը իմ ամուսինն է։ Եվ դուք այստեղ եք, որովհետև ես եմ թույլ տալիս։ Տիկին Հեղինեն զգաց, թե ինչպես արյունը սառեց նրա երակներում։ Բայց ես պարզապես ուզում էի հատուկ սուրճ պատրաստել Ռոբերտի համար։ Նա այնքան է սիրում։ Կարևոր չէ, թե ինչ է նա սիրում։ Կարևորն այն է, որ դուք պետք է սովորեք ձեր տեղը։ Եվ ձեր տեղը այդ խոհանոցը չէ լուսաբացին, ոչ էլ որոշումներ կայացնելն առանց ինձ հետ խորհրդակցելու, ոչ էլ գործելը, կարծես տան տիրուհին լինեիք։
Քրիստինեն ավելի մոտեցավ, ներխուժելով տիկին Հեղինեի անձնական տարածքը, ով բնազդաբար նահանջեց բարձր աթոռին։ Ներեցեք, Քրիստինե։ Ես մտադրություն չունեի անհարգել ձեզ։ Ես պարզապես ուզում էի անակնկալ անել իմ որդու համար։ Ձեր որդին։ Մեր ամուսինը հիմա տարբեր է ձեր որդուց։ Նա ունի կին, կյանք, պարտավորություններ։ Դուք նրա անցյալն եք, ես ներկան ապագան։ Լավ կլիներ, որ դա պարզ լիներ։ Այդ պահին ինչ-որ բան կոտրվեց տիկին Հեղինեի ներսում։ Դա միայն վախը չէր, որը նա զգում էր, դա ինչ-որ ավելի խորը, ավելի կործանարար բան էր։ Դա հանկարծակի հասկացողությունն էր, որ նա սարսափելի սխալ էր գործել, գալով այդ տուն։ Որ այդ կինը, այնքան բարի Ռոբերտի առջ, լիովին այլ մարդ էր, երբ նրանք մենակ էին մնում։ Քրիստինեն տեսավ տիկին Հեղինեի արտահայտությունը ժպտաց, բայց դա այլս նախկին կեղծ ժպիտը չէ։ Դա հաղթանակի ժպիտ էր, նրա, ով գիտեր, որ հաղթել է։ Հիանալի է։ Կարծում եմ, հասկացանք միմյանց։ Հիմա մաքրեք այս անկարգությունը, վերադարձեք ձեր սենյակ։ Ես կպատրաստեմ սուրճը իմ ամուսնու համար։ Տիկին Հեղինեն վեր կացավ դողդոջուն ոտքերով, հավաքեց բաղադրիչները, լուր մաքրեց խոհանոցը, զգալով Քրիստինեի հայացքը իր վրա, որպես ֆիզիկական ծանրություն։ Երբ ավարտեց, վերադարձավ իր սենյակ, փակեց դուռը։ Նա նստեց մահճակալին, մնաց այնտեղ, անշարժ, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր էր տեղի ունեցել։ Րոպեներ անց նա լսեց Ռոբերտի արթնանալը, նրա ուրախ ձայնը, ողջունելով Քրիստինեին, նրա սուրճ խմելու ձայնը խոհանոցում։ Հետո բնակարանի դուռը փակվեց, երբ նա դուրս եկավ աշխատանքի։ Եվ հետո, լռություն։ Այն սարսափելի լռությունը, որը տիկին Հեղինեն շուտով կսովորեր վախենալ ավելի շատ, քան որևէ այլ բանից։ Այդ օրվանից ամեն ինչ արագորեն վատացավ։ Քրիստինեն այլս կարիք չուներ անընդհատ ձացնելու։ Դիմակները ընկան, գոնե երբ նրանք մենակ էին։ Նա սկսեց ուղիղ հրամաններ տալ, առանց քաղցրության որևէ քողարկման։ Տիկին Հեղինե, մնացեք ձեր սենյակում, ես պետք է հյուրեր ընդունեմ։ Տիկին Հեղինե, անջատեք այդ ռադիոն, ձայնը անհանգստացնում է ինձ։ Տիկին Հեղինե, օգտագործեք սպասարկման սանդուղքը, երբ դուրս եք գալիս, չեմ ուզում, որ հարանները ձեզ տեսնեն հիմնական վերելակում։ Յուրաքանչյուր հրաման ուղեկցվում էր մի հայացքով, որը տեղ չէր թողնում անհնազանդության համար։ Եվ տիկին Հեղինեն հնազանդվում էր, որովհետև չգիտեր, թե ինչ ուրիշ բան անի։ Նա մտածում էր Ռոբերտին պատմելու մասին, բայց ինչպես բացատրել, որ նրա կինը, այն սիրելի կինը, ում նա սիրում էր, իրականում դաժան վերահսկող անձնավորություն էր։ Նա կհավատա՞ր։ Կամ կմտածեր, որ մայրը խանդում է, ցանկանալով խնդիրներ առաջացնել նրա ամուսնության մեջ։ Բացի այդ, Քրիստինեն խելացի էր։ Շատ խելացի։ Ամեն անգամ, երբ Ռոբերտը ներկա էր, նա նորից դառնում էր կատարյալ հարսը։ Սկեսրոջը թե էր բերում, հարցնում էր, ամեն ինչ լավ է, գովում էր հին ասեղնագործությունները, որոնք տիկին Հեղինեն պահում էր իր տատիկից։ Ռոբերտը դա տեսնում էր, հպարտ էր զգում, գոհ լինելով, որ ունի այդքան ուշադիր կին, իր մոր հան։ Դեբ։ Երեքշաբթի կեսօր էր, երբ Ռոբերտը գործուղման էր Գյումրի, որ իրերը էլ ավելի մռայլ ընթացք ստացան։ Տիկին Հեղինեն հյուրասենյակում էր, գիրք կարդալով, երբ Քրիստինեն հայտնվեց թղթերի մի կույտով։ Պետք է, որ դուք ստորագրեք որոշ փաստաթղթեր, ասաց Քրիստինեն, թղթերը դնելով կենտրոնական սեղանին։ Տիկին Հեղինեն վերցրեց թերթերը, սկսեց կարդալ։ Դրանք բարդ փաստաթղթեր էին, լի իրավաբանական տերմիններով, որոնք նա լիովին չէր հասկանում։ Ինչ է սա, հարսս։ Դրանք պարզապես ծականություններ են։ Փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ դուք օրինականորեն այստեղ եք ապրում, որ ունեք երաշխավորված բժշկական օգնություն, այդպիսի բաներ։ Ռոբերտը խնդրեց, որ ես կազմակերպեմ։ Բայց տիկին Հեղինեն, թե քիչ պաշտոնական կրթություն ուներ, կյանքի սուր բնազդ ուներ։ Ինչ-որ բան այդ թղթերում ճիշտ չէր թվում։ Չգիտեմ, Քրիստինե։ Կարծում եմ, ավելի լավ է սպասել Ռոբերտի վերադարձին, որպեսզի ես ստորագրեմ։ Ուզում եմ, որ նա մանրամասն բացատրի։ Քրիստինեի դեմքը փոխվեց։ Քաղաքակրթության դիմակը լիովին ընկավ, բացահայտելով մի բան, որը ստիպեց տիկինը Հեղինեին կծկվել բազմոցի վրա։ Դուք հիմա ստորագրելու եք այդ թղթերը։ Դա խնդրանք չէ։
Ես ոչինչ չեմ ստորագրելու, առանց իմանալու, թե ինչ է դա, պատասխանեց տիկին Հեղինեն, փորձելով ձայնը ամուր պահել, չնայած վախին, որը նա զգում էր։ Քրիստինեն երկու քայլ արեց դեպի նա, աչքերը կայծակնային բռնկվելով զայրույթից։ Դուք իսկապես կարծում եք, որ ընտրություն ունեք։ Կարծում եք, որ կարող եք մարտահրավեր նետել ինձ։ Ես կարող եմ ձեր կյանքը դժոխք դարձնել այս տանը։ Ես կարող եմ ստիպել Ռոբերտին հավատալու, որ դուք խելքից դուրս եք գալիս, որ պետք է հոսպիտալացվեք։ Ում եք կարծում, նա կհավատա ինձ, թե? Մի շփոթված ձեր ուղի։ Տիկին Հեղինեն զգաց, թե ինչպես արցունքներն այրեցին իր աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Ես շփոթված չեմ։ Եվ չեմ ստորագրի։ Հետո տեղի ունեցածը արագ էր։ Քրիստինեն ամուր բռնեց տիկին Հեղինեիթը, սուր եղունգները մխրճվելով տարեց կնոջ բարակ մաշկի մեջ։ Ցավը ուժեղ էր, անմիջական։ Տիկին Հեղինեն փորձեց ազատվել, բայց Քրիստինեն ավելի երիտասարդ էր, ավելի ուժեղ։ Կստորագրեք, այո։ Կանեք հենց ա։ Ինչ ես կասեմ։ Որովհետ եթե չանեք, կզղջաք։ Հասկացաք։ Տիկին Հեղինեն գլխով արեց, արցունքները հիմա ազատորեն հոսում էին դեմքով։ Քրիստինեն բաց թողեց նրան, հետ մղելով բազմոցին։ Հիանալի է։ Կարծում եմ, հասկացանք միմյանց։ Բայց նախքան նա կավարտեր նախադասությունը, ծառայողական տարածքի դուռը բացվեց, նա իրան հայտնվեց, մաքրող միջոցներ բերելով։ Նա կանգ առավ ճանապարհի կեսին, աչքերը Քրիստինեից տիկին Հեղինեի վրա տեղափոխելով։ Նա տեսավ արցունքները տարեց կնոջ դեմքին, տեսավ կարմիր հետքերը նրա թին, տեսավ մեղավոր արտահայտությունը Քրիստինեի դեմքին, ով արագորեն փորձեց ուղղվել։ Նաիրա, չգիտեի, որ դուք այստեղ եք, ասաց Քրիստինեն, ձայնը վերադառնալով վերահսկվող տոնին։ Ես երեք մի ապրանք էի մոռացել, տիկին Քրիստինե։ Եկա վերցնելու, պատասխանեց Նաիրան, աչքերը չկտրելով տիկին Հեղինեից։ Քրիստինեն վերցրեց թղթերը սեղանից արագ դուրս եկավ հյուրասենյակից, նրանց երկուսին մենակ թողնելով։ Նաիրան դանդաղ մոտեցավ տիկին Հեղինեին։ Դուք լավ եք։ Տիկին Հեղինեն գլխով արեց, որ այո, բայց այդ ժեստը ոչ ոքի չհամոզեց։ Նայի։ Լան նստեց նրա կողքին բազմոցին։ Տիկին Հեղինե, ես տեսնում եմ ամեն ինչ։ Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այստեղ։ Եթե ձեզ օգնություն պետք լինի։ Ինձ ոչինչ պետք չէ, Նաիրա։ Ամեն ինչ լավ է, ընդհատեց տիկին Հեղինեն, արագ չորացնելով դեմքը։ Պարզապես ես հավասարակշռությունս կորցրի, Քրիստինեն բռնեց թս, որպեսզի չընկնեմ։ Այդքանը։ Նաիրան նայեց տիկին Հեղինեիթի հետքերին, որոնք հստակորեն առաջացել էին մատներով, ուժով, մտադրությամբ սեղմելուց։ Նա ոչինչ չասաց, բայց նրա հայացքն ամեն ինչ ասում էր։ Տիկին Հեղինե, եթե դուք փոխեք ձեր միտքը, ես այստեղ եմ։ Եվ ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր կարող են օգնել։ Շնորհակալ եմ, Նաիրա։ Բայց իսկապես ամեն ինչ լավ է։ Նաիրան վեր կացավ, վերցրեց այն ապրանքը, որի համար եկել էր, բայց նախքան դուրս գալը, նորից շրջվեց դեպի տիկին Հեղինեն։ Պարոն Ռոբերտը պետք է իմանա, թե ինչ է կատարվում իր տանը։ Նա լավ մարդ է, բայց կույր է։ Ես չեմ կարող դա անել նրա հետ, Նաիրա։ Նա սիրում է Քրիստինեին։ Ես չեմ կարող քանդել նրա ամուսնությունը, որովհետև ես չեմ կարողանում հարմարվել։ Սա հարմարվողականության մասին չէ, տիկին Հեղինե։ Սա գոյատման մասին է։ Եվ նա դուրս եկավ, տիկին Հեղինեին մենակ թողնելով այդ խոսքերի հետ, որոնք արձագանքում էին դատարկ հյուրասենյակում։ Գոյատում։ Երբ էր նրա կյանքը սահմանափակվել դրանով։ Երբ էր նա դադարել ապրելուց, պարզապես գոյատելու համար։ Այդ գիշեր Ռոբերտը տուն վերադարձավ ոգորված, լի նոր կնքված պայմանագրերի մասին նորություններով։ Քրիստինեն նրան դիմավորեց համբույրներով գրկախառնություններով, պատրաստեց նրա սիրելի ընթրիքը, պատմեց իր օրվա մասին զվարճալի պատմություններ։ Տիկին Հեղինեն ընտրեց լուր, երկար թերով թաքցնելով թերի հետքերը, ժպտալով, երբ անհրաժեշտ էր, պատասխանելով, երբ հարցնում էին, բայց հիմնականում անտեսանելի։ Ընթրիքից հետո, երբ Ռոբերտը գնաց լոգանք ընդունելու, Քրիստինեն մոտեցավ տիկին Հեղինեին խոհանոցում։ Տեսաք, թե ինչպես է աշխատում։ Նա ոչինչ չի նկատում։ Եվ գիտեք ինչու։ Որովհետև նա չի ուզում նկատել։ Ավելի հեշտ է հավատալ, որ ամեն ինչ կատարյալ է, քան դիմակայել ճշմարտությանը։
Տիկին Հեղինեն չպատասխանեց, պարզապես շարունակեց չորացնել ափսեները, որոնք նա իրան լվացել էր նախքան հեռանալը։ Քրիստինեն մեղմորեն ծիծաղեց, առանց հումորի ձայնի. «Դուք մի բանում խելացի եք, կխոստովանեմ։ Դուք գիտեք, թե ինչպես լռել։ Շարունակեք այդպես, միգուցե մենք կարողանանք համակեցվել»։ Հաջորդ օրերը լուր սարսափի վարժություն էին։ Քրիստինեն նոր կանոններ սահմանեց։ Տիկին Հեղինեն այլևս չէր կարող դուրս գալ բնակարանից առանց թույլտվության։ Չէր կարող պատասխանել քաղաքային հեռախոսին։ Չէր կարող դուռը բացել ոչ ոքի։ Չէր կարող օգտագործել հիմնական վերելակը։ Նրա սենյակն այլևս չէր կարող փակվել, քանի որ ըստ Քրիստինեի արտակարգ իրավիճակի դեպքում արագ մուտք պետք է ունենային։ Եվ հետքերը սկսեցին կուտակվել։ Դրանք լուրջ վնասվածքներ չէին, ոչինչ, որ շատ ուշադրություն կգրավեր։ Մի կապտուկ այստեղ, մի քերծվածք այնտեղ, մատի հետքեր այն կողմ։ Միշտ այնպիսի տեղերում, որոնք կարող էին ծածկվել հագուստով։ Միշտ ուղեկցվում էին մեղմ սպառնալիքներով, շնջացող, երբ Ռոբերտը մոտ չէր։ Եթե նրան պատմես, ավելի վատ կլինի։ Եթե փորձես դուրս գալ, կասեմ, որ դու հոգեկան խնդիրներ ունես։ Եթե բղավես, ոչ ոք չի լսի, հետո թանկ կվճարես։ Տիկին Հեղինեն ավելի ու ավելի էր նահանջում իր ներսը։ Նա դադարեց կարդալ հյուրասենյակում, օրվա մեծ մասը նում էր սենյակում փակված։ Նա դադարեց խոսել ընթրիքի ժամանակ, պարզապես լսում էր։ Նա դադարեց ժպտալ, պարզապես գոյություն ուներ, որպես ուրվական, որն ապրում էր մի մարմնում, որն այլևս լիովին իրեն չէր պատկանում։ Նա իրան ամեն ինչ դիտում էր սիրտը սեղմված։ Նա տեսնում էր տիկին Հեղինեի փոխակերպումը, տեսնում էր բռնության նշանները, որոնք ցանկացած ուշադիր մարդ կնկատեր։ Բայց նա տեսնում էր, որ տարեց կինը օգնություն չէր ուզում, կամ ավելի ճիշտ, չէր կարողանում օգնություն խնդրել։ Վախը հիմա խորը արմատներ էր գցել, շրջապատելով յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր գործողություն։ Մի կեսօր, երբ Քրիստինեն գնացել էր գեղեցկության սրահ, նա իրան գնաց տիկին Հեղինեի սենյակ։ Նա մեղմորեն թակեց դուռը։ «Կարող եք բացել, խնդրում եմ»։ Տիկին Հեղինեն բացեց, աչքերը կարմիր, այնքան լացելուց։ Նա իրան ներս մտավ, փակեց դուռը իր հետից։ «Տիկին Հեղինե, դուք պետք է արձագանքեք։ Սա չի կարող այսպես շարունակվել։ Ինչ կարող եմ անել, Նաիրա։ Նա իմ որդին է, իմ միակ որդին։ Եթե ես պատմեմ ճշմարտությունը, նա կարող է չհավատալ։ Կարող է մտածել, ես եմ խնդիրներ առաջացնում։ Եվ եթե հավատա, նրա ամուսնությունը կավարտվի։ Ինչպես կարող եմ դա անել նրա հետ։ Իսկ ինչպես կարող եք թույլ տալ, որ նրանք դա անեն ձեր հետ։ Նա իրան նստեց մահճակալին, տիկին Հեղինեի կողքին։ Ես գիտեմ, որ դուք սիրում եք պարոն Ռոբերտին։ Բայց նա ուրախ չէր լինի, եթե իմանար, որ դուք այսպես եք տառապում։ Նա չի ամուսնացել տիկին Քրիստինեի հետ, որպեսզի իր մայրը բանտարկյալ դառնա իր սեփական տանը։ Ես բանտարկյալ չեմ, պատասխանեց տիկին Հեղինեն, բայց սուտը չափազանց ակնհայտ էր նույնիսկ նրա համար, որ հավատար։ Այո, դուք եք։ Եվ ամեն անցնող օրվա հետ ցանկապատներն ավելի են սեղմվում։ Ես 5 տարի է աշխատում եմ այս տանը, տիկին Հեղինե։ Շատ բան եմ տեսել։ Տիկին Քրիստինեն միշտ վերահսկող է եղել, միշտ պետք է ունենար ամեն ինչ իր ուզածով։ Բայց երբեք չեմ տեսել, որ նա անի այն, ինչ անում է ձեր հետ։ Եվ գիտեք ինչու։ Որովհետև նա խանդում է։ Խանդում է այն սիրուց, որ պարոն Ռոբերտը ունի իր մոր հանդեպ։ Նա ուզում է լինել միակ կարևոր մարդը նրա կյանքում։ Տիկին Հեղինեն սրբեց արցունքները։ Բայց ինչ կարող եմ անել, Նաիրա։ Ինչպես կարող եմ ապացուցել, թե ինչ է նա անում, երբ մենք մենակ ենք։ Դա իմ խոսքն է նրա խոսքի դեմ։ Նաիրան մի պահ մտածեց։ Հետո ասաց. Թողեք ինձ։ Ես միջոց կգտնեմ, որ պարոն Ռոբերտը իմանա ճշմարտությունը։ Բայց դուք պետք է ինձ մի բան խոստանաք։ Մի հանձնվեք։ Մի թույլ տվեք, որ նա ոչնչացնի այն, ինչ դուք եք։ Չգիտեմ, թե արդյոք դեռ գիտեմ, թե ով եմ ես, շնջաց տիկին Հեղինեն։ Ես գիտեմ։ Դուք ուժեղ կին եք, ով մենակ է մեծացրել որդուն։ Ով ամբողջ կյանքը աշխատել է առանց բողոքելու։ Ով արժանի է հարգանքի արժանապատվության։ Այդ մարդը դեռ այնտեղ է ներսում, պարզապես պետք է հիշել դա։
Երբ նա իրան դուրս եկավ սենյակից, իր հետում թողեց հույսի մի փոքրիկ սերմ։ Դա շատ չէր, բայց ինչ-որ բան էր։ Եվ խորը խավարի այդ պահին նույնիսկ ամենափոքր լույսը տարբերություն էր ստեղծում։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, Ռոբերտը առաջին անգամ նկատեց ինչ-որ այլ բան։ «Մայրիկ, դուք լավ եք»։ «Վերջերս շատ լուռ եք»։ Տիկին Հեղինեն բերանը բացեց պատասխանելու, բայց Քրիստինեն նրանից առաջ ընկավ։ «Ձեր մայրը հիանալի է, սերս»։ Պարզապես մի փոքր հոգնած է, չէ՞, տիկին Հեղինե։ Տարիքը իրենն է անում, դա բնական է։ Այո, ես պարզապես մի փոքր հոգնած եմ, հաստատեց տիկին Հեղինեն, նայելով ափսեին։ Ռոբերտը կարծես ընդունեց բացատրությունը, բայց նրա աչքերում մի փոքր անհանգստություն երաց։ «Մի գու»։ Չէ, մենք պետք է մայրիկի համար բժշկական ստուգում նշանակենք։ Երկար ժամանակ է, ինչ բժշկի մոտ չեք եղել։ Տիկին Հեղինեն պատասխանելու էր, բայց նորից Քրիստինեն նրանից առաջ ընկավ։ «Հիանալի գաղափար է, սերս։ Ես ինքս նրա համար կնշանակեմ հաջորդ շաբաթ։ Ես արդեն գիտեմ մի հիանալի բժշկուհու, գերոնտոլոգ, շատ կոմպետենտ»։ Երբ Քրիստինեն ասաց դա, տիկին Հեղինեն սարսուռ զգաց իր ողնաշարում։ Նա հստակ գիտեր, թե ինչ էր դա նշանակում։ Վերահսկողությանս մեկց Քրիստինեի համար նրա վրա իշխանություն ունենալուս մեկ միջոց։ Նա պատկերացնում էր Հարսին, ախտանշաններ հորինելով, դեղամիջոցներ առաջարկելով, միգուցե նույնիսկ հոսպիտալացում։ Շրջափակումն էլ ավելի էր սեղմվում։ Այդ գիշեր տիկին Հեղինեն պառկեց մահճակալին, չկարողանալով քնել։ Նա նայում էր առաստաղին, լսելով քաղաքի աղմուկը դրսում, մտածում էր, թե ինչպես էր իր կյանքը ստացել այդ անսպասելի շրջադարձը։ 2 ամիս առաջ նա լի էր հույսով, ուրախ, որ վերջապես ունի իսկական տուն որդու կողքին։ Հիմա նա իրեն ավելի բանտարկված էր զգում, քան երբ ապրում էր մենակ իր պարզիկ տնակում։ Նա ճիշտ էր։ Նա չէր կարող հանձնվել։ Ինչ-որ տեղ իր խորքում դեռ կար Մարտիկ Հեղինեն, նա, ով մենակ էր դիմակայել աշխարհին հաղթել։ Նա պետք է նորից գտներ այդ կնոջը։ Նա պետք է գոյատեր, մինչ ինչ-որ մեկը, ինչ-որ կերպ, կտեսներ ճշմարտությունը։ Եվ նա աղոթում էր, որ այդ ինչ-որ մեկը լինի Ռոբերտը, մինչ շատ ուշ լինի։ Նա իրան հաջորդ օրերն անցկացրեց դիտելով, մտածելով, պլանավորելով։ Նա գիտեր, որ պետք է զգույշ լիներ, ռազմավարական։ Նա չէր կարող պարզապես Ռոբերտին պատմել այն, ինչ տեսնում էր, որովհետև Քրիստինեն ամեն ինչ կմերժեր, հետո տիկին Հեղինեին թանկ կվճարեր մատնության համար։ Նրան պետք էր ինչ-որ կոնկրետ բան, ինչ-որ բան, որը Ռոբերտին ստիպեր իր աչքերով տեսնել, թե ինչ էր կատարվում այդ տանը, երբ նա ներկա չէր։ Հնարավորությունը հայտնվեց ուրբաթ առավոտյան։ Ռոբերտը նախաճաշի ժամանակ նշեց, որ առավոտյան 9-ին կարոր հանդիպում կունենա, որը կարող էր տել ամբողջ օրը։ Քրիստինեն ժպտաց, ասաց, որ կօգտվի առիթից ընկերուհիների հետ սպա գնալու, բուժումների ամբողջ օր, որը նա նշանակել էր շաբաթներ առաջ։ Նա իրան ամեն ինչ լսում էր խոհանոցից, թարմ հյութ պատրաստելիս, հենց այդ ժամանակ մտքի մեջ ձավորվեց գաղափարը։ Տիկին Քրիստինե, կարող եմ այսօր ավելի շուտ դուրս գալ։ Պետք է մի քանի բան կարգավորեմ բանկում, ասաց նա իրան, Ռոբերտի հեռանալուց հետո։ Քրիստինեն նայեց նրան այդ հաշվենկատ հայացքով։ Ինչ ժամի եք պատրաստվում դուրս գալ։ Մոտ 10, եթե դուք դեմ չեք։ Լավ է, բայց վերադարձեք երկուշաբթի նորմալ։ Այսօր հանգստյան օրերին դուք ազատ եք։ Նա իրան շնորհակալություն հայտնեց, վերադարձավ իր գործերին, բայց նրա միտքն արդեն աշխատում էր պլանի վրա։ Նա բնակարանից դուրս եկավ 10-ին, ինչպես պայմանավորվել էր, բայց չհեռացավ։ Նա հեռվից դիտում էր, սպասելով։ Նա տեսավ Քրիստինեին մի փոքր ուշ դուրս գալիս, ամբողջովին պատրաստված, մտնելով հավելվածի մեքենա։ Նա սպասեց մի քանի րոպե, համոզվելու համար, հետո զուսպ վերադարձավ շենք։ Պարոն Գորգը զարմացած ողջունեց նրան։ Ինչ-որ բան մոռացաք, Նաիրա։ Այո, պարոն Գորգ։ Ապրանքների պահարանի բանալին։ Տիկին Քրիստինեին հետո պետք կլինի։ Կարող եմ արագ վեր բարձրանալ։ Իհարկե, կարող։ Էկ բարձրանալ։ Նա իրան բարձրացավ բնակարան, իր բանալին օգտագործեց լուռ ներս մտնելու համար։ Նա տիկին Հեղինեին գտավ սենյակում, նստած բազկաթոռին, նայելով ոչնչի։ Երբ նա տեսավ Նաիրային, սարսափեց։ Կարծում էի, դուք գնացել եք։
Ես այստեղ եմ եկել, որովհետև պետք է, որ դուք ինձ վստահեք, ասաց նա իրան, փակելով սենյակի դուռը։ Պետք է, որ դուք ինձ ցույց տաք հետքերը։ Տիկին Հեղինեն բնազդաբար ներք քաշեց բլուզի թերը։ Ինչ հետքեր։ Տիկին Հեղինե, խնդրում եմ։ Ես գիտեմ, թե ինչ է կատարվում։ Թույլ տվեք տեսնել։ Մի պահ տատանվելուց հետո տիկին Հեղինեն դանդաղ բարձրացրեց թերը։ Թերը ծածկված էին տարբեր փուլերի հետքերով։ Դեղին կապտուկներ, ավելի նոր կարմիր հետքեր, բարակ քերծվածքներ, ինչպես եղունգներով գծված գծեր։ Նա իրան զգաց, թե ինչպես ստամոքսը շրջվեց, բայց պահպանեց վերահսկվող արտահայտությունը։ Նա պետք է ուժեղ լիներ այդ կնոջ համար, ով արդեն այդքան կոտրված էր։ Դուք ինձ մի բարություն կանեք։ Դուք թույլ կտաք ինձ լուսանկարել սա։ Հետո, դուք մի գրություն կգրեք պարոն Ռոբերտի համար։ Մի գրություն, որը ես կթողնեմ նրա գրասենյակում։ Ես չեմ կարող դա անել, Նաիրա։ Եթե Քրիստինեն իմանա, նա չի իմանա։ Եվ նույնիսկ եթե իմանա, կարող չէ։ Որովհետև պարոն Ռոբերտը պետք է իմանա։ Նա իրավունք ունի իմանալու, թե ինչ է կատարվում իր մոր հետ։ Տիկին Հեղինեն լռեց, արցունքները հոսում էին դեմքով։ Նաիրան նրբորեն բռնեց նրա ձեռքը։ Դուք արդեն չափազանց շատ եք տառապել։ Եկել է ժամանակը, որ ինչ-որ մեկը պայքարի ձեր համար, քանի որ դուք հիմա չեք կարող պայքարել ինքներդ ձեզ համար։ Թույլ տվեք, ես դա անեմ։ Երկար լռությունից հետո տիկին Հեղինեն գլխով արեց։ Նաիրան վերցրեց իր բջջային հեռախոսը, զգուշորեն լուսանկարեց յուրաքանչյուր հետք, յուրաքանչյուր վնասվածք։ Հետո վերցրեց թուղթ ու գրիչ, խնդրեց, որ տիկին Հեղինեն գրություն գրի։ Դուք պետք չէ ամեն ինչ պատմեք։ Պարզապես պետք է մի նշան տաք, մի ազդանշան։ Թող նա ինքը բացահայտի մնացածը։ Դողդոջուն ձեռքերով տիկին Հեղինեն գրեց. Ռոբերտ, իմ սիրելի որդի։ Եթե մի օր դուք ինչ-որ տարօրինակ բան նկատեք, ուշադիր նայեք ձեր մոր թերին։ Այս տանը ամեն ինչ այն չէ, ինչ թվում է։ Սիրով, ձեր մայրը, ով միշտ սիրել է ձեզ։ Նաիրան վերցրեց գրությունը, զգուշորեն պահեց։ Հետո օգնեց տիկին Հեղինեին ուղղվել, սրբեց նրա արցունքները, կարգավորեց նրա թերը։ Հիմա դուք կշարունակեք ձեր նորմալ առօրյան։ Մի տվեք ոչ մի նշան, որ մենք դա արել ենք։ Եվ երբ պարոն Ռոբերտը իմանա, իսկ նա կիմանա, դուք ապահով կլինեք։ Ես խոստանում եմ։ Բայց ինչ կլինի ձեր հետ, Նաիրա։ Քրիստինեն կիմանա, որ դուք եք եղել։ Նաիրան ժպտաց, տխուր, բայց վճռական ժպիտով։ Ես 5 տարի է աշխատում եմ այս տանը։ Ես տեսել եմ, թե ինչպես է այս տղան մեծացել, տեսել եմ, թե ինչպես է նա դարձել այն մարդը, ինչ նա այսօր է։ Ես թույլ չեմ տա, որ նրա մայրը այսպես տառապի, առանց որևէ բան անելու։ Եվ եթե ես կորցնեմ իմ աշխատանքը, ես խաղաղ կքնեմ, իմանալով, որ ճիշտ բան եմ արել։ Դրանից հետո Նաիրան լուռ իջավ Ռոբերտի գրասենյակ, բնակարանում։ Դա մի սենյակ էր, որտեղ Քրիստինեն հազվադեպ էր մտնում, նրա անձնական տարածքը, որտեղ նա պահում էր կարևոր փաստաթղթեր։ Նաիրան զգուշորեն գրությունը դրեց սեղանին, մի տեղում, որտեղ Ռոբերտը հաստատ կտեսներ, բայց ոչ այնքան ակնհայտ, որպեսզի դիտավորյալ թվար։ Դա անելուց հետո նա դուրս եկավ բնակարանից, իսկապես հեռացավ, սիրտը ուժգին բաբախելով կրծքի մեջ։ Նա սկսել էր մի բան, որից հետդարձ չկար։ Հիմա ժամանակի հարց էր։ Ռոբերտը տուն վերադարձավ երեկոյան ժամը 7-ի սահմաններում, հոգնած, բայց բավարարված։ Հանդիպումը արդյունավետ էր եղել, նա կարևոր պայմանագիր էր կնքել։ Քրիստինեն նրան դիմավորեց փայլուն, սպայի թանկարժեք ապրանքների հոտով, մաշկը փայլում էր, մազերը կատարելապես հարթարված էին։ Նա երկար համբուրեց ամուսնուն, պատրաստեց ըմպելիքներ, ասաց, որ ճապոնական ուտեստ կպատվիրի նրա սիրելին։ Ընթրիքի ժամանակ Ռոբերտը նշեց, որ պետք է մի փոքր աշխատեր նոր պայմանագրի փաստաթղթերի վրա։ Սերս, ընթրիքից հետո մի ժամ կմնամ գրասենյակում, լավ։ Իհարկե, սիրելիս։ Օգտվիր, հանգիստ աշխատիր։ Ես ֆիլմ կդիտեմ հյուրասենյակում։ Ռոբերտը բարձրացավ գրասենյակ, միացրեց համակարգիչը, սկսեց կարգավորել թղթերը։ Այդ ժամանակ նա տեսավ գրությունը։ Նա կնճռոտեց հոնքերը, վերցրեց թուղթը, անմիջապես ճանաչեց մոր ձեռագիրը։ Նա մեկ անգամ կարդաց, հետո նորից կարդաց, դանդաղ, թույլ տալով, որ յուրաքանչյուր բառ ներթափանցի իր ուղեղը։ Ուշադիր նայեք ձեր մոր թերին։
Այս տանը ամեն ինչ այն չէ, ինչ թվում է։ Նա մնաց այնտեղ կանգնած, գրությունը ձեռքին, մի տարօրինակ զգացում համակեց նրա կրծքին։ Ինչու՞։ Մայրը նման բան կգրեր։ Ինչ էր նա փորձում ասել։ Նա հիշեց վերջին շաբաթները, թե ինչպես էր նա ավելի ու ավելի լուռ, նահանջող դարձել։ Նա դա վերագրել էր տարիքին, հոգնածությանը, հարմարվողականությանը։ Բայց ինչ կլիներ, եթե դա այլ բան լիներ։ Նա վեր կացավ աթոռից, գնաց մոր սենյակ։ Մեղմորեն թակեց դուռը։ Մայրիկ, կարող եմ ներս մտնել։ Կարող ես, որդիս, պատասխանեց տիկին Հեղինեի թույլ ձայնը։ Նա ներս մտավ, նրան գտավ մահճակալին նստած, նորից այդ երկար թերով հագուստով, թե շոգ էր։ Մայրիկ, մենք պետք է խոսենք։ Ինչի՞։ Մասին, որդիս։ Ռոբերտը նստեց նրա կողքին, բռնելով գրությունը։ Ես սա գտա իմ գրասենյակում։ Դա ձերն է, չէ՞։ Տիկին։ Հեղինեն նայեց գրությանը, գունատվեց։ Ես չգիտեմ, թե ինչպես է դա այնտեղ հայտնվել։ Մայրիկ, խնդրում եմ։ Մի ստեք ինձ։ Ինչ է կատարվում այստեղ։ Ինչու։ Էկ սա գրել։ Տիկին Հեղինեն սկսեց դողալ։ Ոչինչ չէ, որդիս։ Մոռացեք դա։ Բայց Ռոբերտը այլս կույր մարդը չէր, ինչ եղել էր մինչ այդ պահը։ Ինչ-որ բան փոխվել էր։ Անհանգստությունը, որը նա մղում էր մտքի խորքը, հիմա պայթում էր շտապողականությամբ։ Մայրիկ, ցույց տվեք ձեր թերը։ Ինչ։ Ոչ, որդիս, ամեն ինչ լավ է։ Խնդրում եմ, մայրիկ։ Ցույց տվեք ձեր թերը։ Արցունքներն աչքերին, այլս դիմադրելու ուժ չունենալով, տիկին Հեղինեն դանդաղ բարձրացրեց բլուզի թերը։ Ռոբերտը տեսավ հետքերը, զգաց, կարծես հարվածել էին իր ստամոքսին։ Տարբեր փուլերի հետքեր, կապտուկներ, քերծվածքներ, ագրեսիայի հստակ նշաններ։ Աստված իմ, մայրիկ։ Ո՞վ է դա արել ձեր հետ։ Տիկին Հեղինեն գլխով արեց, հեկեկալով։ Ես չեմ կարող ասել, որդիս։ Ես չեմ կարող։ Բայց Ռոբերտը արդեն գիտեր։ Բոլոր կտորները հանկարծ միացան իրար, ինչպես մահկանացու գլուխկոտրուկ, որը նա հրաժարվել էր տեսնել մինչ այդ պահը։ Երկար թերով հագուստը, նահանջը, լռուտ։ Յունը, վախը մոր աչքերում։ Եվ միակ մարդը, ով մենակ էր մնում նրա հետ օրվա ընթացքում, Քրիստինեն էր։ Դա նա էր, չէ՞։ Քրիստինեն է դա արել ձեր հետ։ Ռոբերտ, որդիս, խնդրում եմ։ Ոչինչ մի արա։ Նա ձեր կինն է, դուք սիրում եք նրան։ Ես չեմ ուզում քանդել ձեր ամուսնությունը։ Նա վնասել է իմ մորը։ Ինչպես եք ակնկալում, որ ես ոչինչ չանեմ։ Այդ պահին նրանք միջանցքից լսեցին Քրիստինեի ձայնը։ Սերս, ամեն ինչ լավ է այնտեղ։ Ես ձայներ լսեցի։ Ռոբերտը վեր կացավ, բռունցքները սեղմած, դեմքը կարմիր, զսպված զայրույթից։ Մնացեք այստեղ, մայրիկ։ Եվ փակեք դուռը։ Նա դուրս եկավ սենյակից, փակեց դուռը իր հետից, Քրիստինեին գտնելով միջանցքում, այդ ժպիտով, որը հիմա նրան զզվելի էր թվում։ Մենք պետք է խոսենք։ Հիմա։ Քրիստինեն իր ամուսնու աչքերում ինչ-որ այլ բան տեսավ, ինչ-որ բան, որը ստիպեց նրան բնազդաբար մեկ քայլ հետ քաշվել։ Ինչ եղավ, սերս։ Ինչ-որ բան պատահել է։ Դուք ինձ կպատմեք, թե ինչ եք արել իմ մոր հետ։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Ռոբերտը մեկ քայլ արեց դեպի նա, առաջին անգամ իրենց 5 տարվա ամուսնության ընթացքում Քրիստինեն իր սեփական աչքերում վախ տեսավ։ Ես տեսա հետքերը նրա թերին։ Հետքեր, որոնք այնտեղ չէին, երբ նա այստեղ եկավ։ Հետքեր, որոնք միայն դուք կարող եք արած լինել։ Քրիստինեն փորձեց վերականգնել իր հանգստությունը, վերադարձավ իր սովորական ոճին, ձայնը քաղցր վերահսկվող։ Սերս, ձեր մայրը շփոթված է։ Նա սայթաքել է, ինքն իրեն է վնասել։ Ես նույնիսկ փորձել եմ ձեզ հետ խոսել դրա մասին, հիշում եք, որ նա մոռացկոտ էր դառնում։ Մի ստեք ինձ։ Ես մատի հետքեր տեսա, Քրիստինե։ Ես քերծվածքներ տեսա։ Սա ընկնելուց չէ։ Սա ագրեսիայից է։ Քրիստինեի դիմակը սկսեց ճաքչքել։ Դուք չեք հասկանում։ Նա ամեն ինչ խանգարում էր։
Միշտ խառնվող, միշտ ուշադրություն ուզող, միշտ մեր կյանքին խառնվող։ Ես փորձեցի համբերատար լինել, երդվում եմ, փորձեցի։ Բայց նա չէր դադարում։ Ռոբերտը չէր կարողանում հավատալ իր լսածին։ Դուք ագրեսիայի եք ենթարկել իմ մորը, որովհետև նա խանգարում էր։ Դուք հիվանդ եք, Քրիստինե։ Ձեզ օգնություն է պետք։ Ես հիվանդ չեմ։ Ես պարզապես ուզում էի իմ ամուսնուն ինձ համար ունենալ, մեր տունը։ Խաղաղության մեջ։ Բայց նա միշտ այնտեղ էր, միշտ մեր միջ։ Նա իմ մայրն է։ Կինը, ով ինձ մենակ է մեծացրել, ով քրտնաջան աշխատել է, որ ես ավելի լավ կյանք ունենամ։ Եվ դուք կարծեցիք, որ իրավունք ունեք նրան վնասելու։ Քրիստինեն հասկացավ, որ պարտվել է։ Նա Ռոբերտի աչքերում տեսավ մի բան, ինչ երբեք չէր տեսել նախկինում, մի ամրություն, մի վճռականություն, որը տեղ չէր թողնում մանիպուլյացիայի համար։ Նա փորձեց վերջին խաղաքարտը։ Սերս, խնդրում եմ։ Ես կարող եմ փոխվել։ Եկեք խոսենք, եկեք լուծենք սա ընտանիքով։ Պետք չէ սա դրամայի վերածել։ Խոսակցություն չի լինի, Քրիստինե։ Սա վերջացավ։ Ես կզանգահարեմ իշխանություններին։ Դուք դա չեք անի։ Բղավեց Քրիստինեն, լիովին կորցնելով վերահսկողությունը։ Դուք քանդում եք մեր ամուսնությունը մի ծերուկի պատճառով, ով նույնիսկ չպետք է այստեղ լիներ։ Այդ ծերուկը իմ մայրն է։ Եվ այո, ես դա կանեմ։ Ռոբերտը վերցրեց իր բջջային հեռախոսը, հավաքեց համարը։ Քրիստինեն փորձեց հեռախոսը խլել նրա ձեռքից, բայց նա ամուր հեռացրեց նրան։ Զանգն ավարտվեց, նա իրավիճակը զեկուցեց վերահսկվո։ Բայց ամուր ձայնով, խնդրելով անմիջապես ինչ-որ մեկին ուղարկել։ Մինչ նրանք սպասում էին, Ռոբերտը վերադարձավ մոր սենյակ։ Տիկին Հեղինեն նստած էր մահճակալին, դողալով, գրկած ինքն իրեն։ Նա նստեց նրա կողքին, զգուշորեն գրկեց նրան, կարծես նա բյուրեղից լիներ։ Ներեցեք, մայրիկ։ Ներեցեք, որ նախկինում չէի տեսել։ Ներեցեք, որ թույլ եմ տվել, որ դա տեղի ունենա։ Դա ձեր մեղքը չէր, որդիս։ Դուք չգիտեիք։ Ես պետք է իմանայի։ Ես պետք է ավելի ուշադիր լինեի, պետք է նկատեի նշանները։ Բայց խոստանում եմ, որ հիմա ձեզ կպաշտպանեմ։ Այլս ոչ ոք չի վնասի ձեզ։ Տիկին Հեղինեն լացեց որդու գրկում, տարիների ցավն ու վախը վերջապես ազատություն գտնելով։ Դրսում նրանք լսում էին Քրիստինեի բղավոցները, ինքն իրեն պաշտպանելով, փորձելով արդարացնել անարդարանալին։ Բայց այլս կարոր չէր, թե ինչ կասեր նա։ Ճշմարտությունը բացահայտվել էր, հետդարձ չկար։ Կես ժամ անց իշխանությունները հասան։ Երկու ոստիկան, մի կին, մի տղամարդ, երկուսն էլ լուրջ, բայց բարի արտահայտություններով։ Ռոբերտը դիմավորեց նրանց, բացատրեց իրավիճակը, ցույց տվեց հետքեր։ Մոր թերին։ Ոստիկանները ուշադիր լսեցին ամեն ինչ, գրառումներ արեցին, լուսանկարեցին վնասվածքները։ Քրիստինեն փորձեց վիճել, ասաց, որ ամեն ինչ թյուրիմացություն էր, որ տիկին Հեղինեն շփոթված էր, որ հիշողության խնդիրներ ուներ։ Բայց երբ ոստիկանները տեսան հետքերը, լսեցին Ռոբերտի պատմությունը, կասկած չկար։ Օրենքը հստակ էր նման դեպքերում, Քրիստինեն կտարվեր պարզաբանումներ տալու համար։ Դուք չեք կարող դա անել ինձ հետ։ Ես ոչինչ չեմ արել։ Բղավում էր Քրիստինեն, մինչ նրան դուրս էին տանում բնակարանից։ Ռոբերտ, ասա նրանց։ Դու ինձ ճանաչում ես, գիտես, որ ես նման բան չեմ անի։ Բայց Ռոբերտը ոչինչ չասաց։ Նա պարզապես դիտում էր, թանցուկ մոր հետ, մինչ այն կինը, ում նա կարծում էր, որ ճանաչում էր, բացահայտվում էր որպես լիովին անծանոթ։ Անծանոթ, ով ի վիճակի էր ցավ պատճառել անօգնական մարդուն, ի վիճակի էր ստել մանիպուլյացիա անել, ի վիճակի էր թաքցնել սառը դաժանությունը գեղեցիկ ժպիտի ետում։ Երբ ամեն ինչ ավարտվեց, բնակարանում նորից լռություն տիրեց, Ռոբերտը տիկին Հեղինեն մնացին այնտեղ, հյուրասենյակում, չիմանալով, թե կոնկրետ ինչ անել կամ ասել։ Տրավման չափազանց խորն էր, դավաճանությունը չափազանց բարդ, ցավը չափազանց մեծ, որպեսզի անմիջապես մարսվեր։ Ռոբերտն էր, ով խախտեց լռությունը։ Ես թեյ կպատրաստեմ մեզ երկուսիս համար։ Եվ հետո, մայրիկ, դուք ինձ ամեն ինչ կպատմեք։ Առանց վախի, առանց ամոթի։ Ես պետք է իմանամ, թե կոնկրետ ինչ է կատարվել, որպեսզի կարողանամ օգնել ձեզ ապաքինվել։
Տիկին Հեղինեն գլխով արեց, հոգնած, բայց մինույն ժամանակ զգալով մի բան, ինչ նա շաբաթներ էր, ինչ չէր զգացել, թեթացում։ Դա դեռ խաղաղություն չէր, դա երջանկություն չէր, բայց դա առաջին քայլն էր դեպի ազատություն։ Նրան տեսել էին։ Նրան հավատացել էին։ Նրան փրկել էին։ Եվ մինչ Ռոբերտը խոհանոցում թեյ էր պատրաստում, տիկին Հեղինեն պատուհանից նայեց դուրս, լուսավորված քաղաքին։ Մղձավանջը լիովին չէր ավարտվել, դեռ շատ բան կար առջում, դատավարություններ, թերապիա, ապաքինում։ Բայց առաջին անգամ ամիսների ընթացքում նա թույլ տվեց, որ հույսի մի փոքրիկ թել բողբոջի իր սրտում։ Միգուցե, պարզապես միգուցե, ամեն ինչ կարող էր լավանալ այսուհետ։ Խոհանոցո։ Ռոբերտը ձեռքերը հենեց լվացարանին, թույլ տվեց, որ արցունքները թափվեն։ Նա լացեց մոր համար, այն ցավի համար, որը նա կրել էր։ Նա լացեց ինքն իր համար, այն կուրության համար, որը գրեթե արժեցավ իր կյանքի ամենաթանկ բանը։ Նա լացեց ամուսնության համար, որը հենց նոր պայթել էր, բացահայտվելով որպես ստերի տեսքի վրա կառուցված։ Բայց հիմնականում նա լացեց թեթացումից, որ ժամանակին էր բացահայտել, մինչ ավելի վատ բան կպատահեր։ Երբ նա վերադարձավ հյուրասենյակ երկու բաժակ երիցուկի թեյով, մորը գտավ դեռ պատուհանից նայելիս։ Նա նստեց նրա կողքին, լուր առաջարկեց բաժակներից մեկը։ Նրանք այդպես մնացին երկար ժամանակ, մայր ու որդի, լուր թեյ խմելով, սկսելով վերքերը բուժելու երկար գործընթացը, որոնք շատ ավելին էին, քան տիկին Հեղինեի թերի տեսանելի հետքերը։ Այդ գիշերը նշանավորեց սարսափելի գլխի ավարտը, մեկ այլ անորոշ, բայց անհրաժեշտ գլխի սկիզբը։ Առջում ճանապարհը դժվար կլիներ, լի մարտահրավերներով, խոչընդոտներով։ Բայց հիմա նրանք կդիմակայեին միասին, ինչպես միշտ պետք է լիներ ի սկզբանը։ Այդ գիշերվանից հետո առաջին օրը շփոթված զգացմունքների մրրիկ էին։ Տիկին Հեղինեն արթնանում էր գիշերվա կեսին, սիրտը ուժգին բաբախելով, կարծելով, թե Քրիստինեի քայլերն է լսում միջանցքում։ Մի քանի վայրկյան էր պետք, որ հիշեր, որ հիմա ապահով էր, որ Քրիստինեն չէր վերադառնա, որ մղձավանջն ավարտվել էր։ Բայց վախը, այն խորը վախը, որը բույն էր դրել նրա մարմնի յուրաքանչյուր բջջում, այդքան հեշտությամբ չէր անհետանում։ Ռոբերտը մեկ շաբաթ արձակուրդ վերցրեց աշխատանքից, մորը խնամելու համար։ Առաջին գիշերները քնեց բազմոցին, ցանկանալով մոտ լինել, եթե նա ինչ-որ բանի կարիք ունենար։ Նա մաքրման ընկերություն վարձեց, բնակարանը լիովին մաքրելու համար, կարծես կարողանար նա մաքրել այն վատ հիշողությունները, որոնք բնակվում էին այդ պատերում։ Նա տեղափոխեց որոշ կահույք, թարմ ծաղիկներ գնեց, բացեց բոլոր պատուհանները, օդը շրջանառելու համար։ Նա իրան վերադարձավ հաջորդ երկուշաբթի, ինչպես միշտ, բայց գտավ լիովին այլ տուն։ Ռոբերտը նրան դիմավորեց դռան մոտ ամուր գրկախառնությամբ։ Շնորհակալ եմ, Նաիրա։ Շնորհակալ եմ, որ ունեցաք այն քաջությունը, որը ես չունեի։ Շնորհակալ եմ, որ փրկեցիք իմ մորը։ Նաիրան արցունքներ ուներ աչքերին։ Ես պարզապես արեցի այն, ինչ կաներ ցանկացած պարկեշտ մարդ, պարոն Ռոբերտ։ Տիկին Հեղինեն արժանի չէր դրան։ Հաջորդ օրերին Ռոբերտը երկար զրուցեց մոր հետ։ Նա ամեն ինչ պատմեց, առաջին նուրբ նշաններից մինչ ամենալուրջ դրվագները։ Յուրաքանչյուր բառ դժվար էր, յուրաքանչյուր հիշողություն ցավալի էր վերապրելու համար։ Բայց Ռոբերտը լսում էր անվերջ համբերությամբ, բռնելով մոր ձեռքը, թույլ տալով, որ նա արտահայտվի իր սեփական տեմպով։ Այդ զրույցներից մեկում Ռոբերտը թերապիա առաջարկեց։ Մայրիկ, կարծում եմ կարևոր կլինի, որ դուք խոսեք մասնագետի հետ։ Մեկի հետ, ով հասկանում է այդ բաներից, ով կարող է օգնել մարսել այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Տիկին Հեղինեն տատանվեց։ Որդիս, թերապիան գլխում խնդիրներ ունեցող մարդկանց համար է։ Ես խելագար չեմ։ Ոչ ոք չի ասում, որ դուք խելագար եք, մայրիկ։ Բայց դուք շատ դժվար, տրավմատիկ իրավիճակ եք անցել։ Մասնագիտական օգնություն ստանալը թուլության նշան չէ, այլ քաջության նշան է։ Դա ինքներդ ձեզ խնամելն է։ Երկար զրույցից քաջալերանքից հետո տիկին Հեղինեն համաձայնեց։ Ռոբերտը հանդիպում նշանակեց մի հոգեբանուհու հետ, ով մասնագիտացած էր տրավմաների ընտանեկան բռնության մեջ, դոկտոր Մարիանա անունով, 50 անց մի կին, կարճ մոխրագույն մազերով, բարի աչքերով, հանգիստ ձայնով։ Առաջին նիստը դժվար էր։ Տիկին Հեղինեն լարված էր եկել, նստած աթոռի ծայրին, ձեռքերը ծալած ծնկներին։ Դոկտոր Մարիանան դանդաղ սկսեց, պարզ հարցեր տալով, թույլ տալով, որ հիվանդը սովորի միջավայրին, գործընթացին։
Պետք չէ ինձ այսօր ամեն ինչ պատմել, տիկին Հեղինե։ Մենք կգնանք ձեր տեմպով։ Սա անվտանգ տարածք է, որտեղ դուք կարող եք խոսել այն, ինչ ցանկանում եք, առանց դատելու։ Աստիճանաբար, նիստ առ նիստ, տիկին Հեղինեն սկսեց բացվել։ Նա խոսեց իր նախկին կյանքի մասին, թե ինչպես էր մենակ մեծացրել Ռոբերտին, թե ինչ զոհաբերություններ էր արել։ Նա խոսեց իր որդու հետ ապրելու հրավեր ստանալու ուրախության դրան հաջորդած հիասթափության մասին։ Նա խոսեց վախի, ամոթի, անտեսանելի դառնալու զգացողության մասին։ Նիստերից մեկում դոկտոր Մարիանան մի բան ասաց, որը փոխեց տիկին Հեղինեի տեսակետը։ Դուք գիտեք, որ այս ամենը ձեր մեղքը չէր, չէ՞։ Բռնության շատ զոհեր մեղք են կրում, մտածելով, որ կարող էին այլ բան անել, որ ինչ-որ կերպ իրենք են պատճառել դա։ Բայց ճշմարտությունը պարզ է։ Միակ մեղավորը այն մարդն է, ով ընտրել է բռնություն գործադրել։ Բայց ես կարող էի Ռոբերտի հետ ավելի շուտ խոսել։ Կարող էի օգնություն խնդրել, պատասխանեց տիկին Հեղինեն, արցունքները հոսում էին դեմքով։ Այո, կարող էիք։ Բայց վախը կաթվածահար է անում, տիկին Հեղինե։ Եվ այդ կաթվածահարությունը բռնության ցիկլի մասն է։ Ագրեսորը ստեղծում է այնպիսի ահաբեկչական միջավայր, որ զոհը կորցնում է արձագանքելու ունակությունը։ Սա զոհի մեղքը չէ։ Սա ագրեսորի դիտավորյալ ռազմավարությունն է։ Այդ խոսքերը բալասան էին տիկին Հեղինեի վիրավոր հոգու համար։ Առաջին անգամ նա սկսեց հասկանալ, որ ինքը թույլ կամ վախկոտ չէր եղել։ Նա զոհ էր դարձել մի իրավիճակի, որը մանրակրկիտ կերպով ստեղծվել էր նրան հավասարակշռությունից հանելու, նրա դիմադրությունը կոտրելու, նրան ստիպելու հավատալու, որ ելք չկար։ Մինչդեռ իրավական գործընթացը շարունակվում էր։ Քրիստինեն թանկարժեք փաստաբան վարձեց, ով փորձեց պաշտպանություն կառուցել, հիմնված զոհի թյուրիմացությունների հիշողության խնդիրների վրա։ Բայց ապացույցները չափազանց ուժեղ էին։ Վնասվածքների Ուսանկարները, Նաիրայի ցուցմունքը, Ռոբերտի պատմությունը, ամեն ինչ ամուր գործ էր կառուցում։ Դատական նիստը նշանակվեց այդ գիշերվանից 3 ամիս անց։ Տիկին Հեղինեն նյարդային էր, վախենում էր նորից տեսնել Քրիստինեին, վախենում էր, որ չի կարողանա խոսել, որ կկանգ առնի այդ պահին։ Բայց դոկտոր Մարիանան նրան պատրաստեց, շնչառական վարժություններ անելով, անհանգստությանը դիմակայելու ռազմավարություններ մշակելով։ Ռոբերտը անընդհատ կլիներ նրա կողքին, ինչպես նա Նաիրան, ով համառորեն ներկա էր լինելու, աջակցություն ցուցաբերելու համար։ Դատական նիստի օրը տիկին Հեղինեն վաղ արթնացավ։ Հագավ պարզ, բայց արժանապատիվ հագուստ, մուգ կապույտ զգեստ, որը Ռոբերտը գնել էր նրա համար, հարմարավետ ցածր կրունկներով կոշիկներ։ Նա նայեց իրեն հայելու մեջ տեսավ մի կնոջ, որը տարբեր էր ամիսներ առաջվա կնոջից։ Դեռ կային տառապանքի հետքեր, այո, բայց նա ինչ-որ նոր բան էր փայլում նրա աչքերում, վճռականություն։ Դատարանը սարսափելի վայր էր, բարձր առաստաղներով, մուգ փայտից, պաշտոնականությամբ, որը ստիպում էր տիկին Հեղինեին փոքր զգալ։ Բայց երբ Ռոբերտը բռնեց նրա ձեռքը, Նաիրան քաջալերով ժպտաց մյուս կողմից, նա խորը շունչ քաշեց հիշեց դոկտոր Մարիանայի խոսքերը։ Ձեր ձայնը կարոր է, ձեր պատմությունը կարոր է, ձեր ցավը կարոր է։ Քրիստինեն մտավ սենյակ իր փաստաբանի ուղեկցությամբ, պահպանողական հագուստով, զուսպ դիմահարդարմամբ, հարգանքի հաշվարկված պատկերով։ Երբ նրա աչքերը հանդիպեցին տիկին Հեղինեի աչքերին, այնտեղ կար զայրույթի արամարանքի խառնուրդ, որը ստիպեց տարեց կնոջը բնազդաբար կծկվել։ Բայց հետո Ռոբերտը սեղմեց նրա ձեռքը, նա հիշեց։ Ինքը այլս մենակ չէր։ Դատավորը ներս մտավ, բոլորը վեր կացան, դատական նիստը սկսվեց։ Դատախազը ներկայացրեց գործը, մանրամասնելով ագրեսիաները, ցույց տալով վնասվածքների լուսանկարները, կանչելով վկաներ։ Նաիրան առաջինն էր ցուցմունք տվողը, ամուր ձայնով պատմելով այն ամենը, ինչ ինքը տեսել էր, այն փոփոխությունները, որոնք նա նկատել էր տիկին Հեղինեի մոտ, բռնության նշանները, որոնք կուտակվել էին։ Քրիստինեի փաստաբանը փորձեց անվավեր ճանաչել ցուցմունքը, ենթադրելով, որ Նաիրան անձնական դրդապատճառներ ուներ պատմություններ հորինելու համար, որ միգուցե ցանկանում էր վնասել իր գործատուին։ Բայց Նաիրան չշփոթվեց։ Ես 5 տարի է աշխատում եմ այդ տանը։ Ես երբեք խնդիրներ չեմ ունեցել տիկին Քրիստինեի հետ, մինչ նա սկսեց վատ վերաբերվել տիկին Հեղինեին։ Ես ստելու պատճառ չունեմ։ Ես պարզապես ճշմարտությունն եմ պատմում։ Հետո Ռոբերտի հերթն էր ցուցմունք տալու։ Նա պատմեց այն գրության մասին, որը գտել էր, այն հետքերի մասին, որոնք տեսել էր մորթերին, Քրիստինեի հետ առերեսման մասին։
Նրա ձայնը դողում էր հուզմունքից, հիշելով այդ ահերը, բայց նա չտատանվեց ոչ մի մանրուքում։ Վերջապես, եկավ տիկին Հեղինեի խոսելու ժամանակը։ Նա վեր կացավ դողդոջուն ոտքերով, քայլեց առաջ, երդվեց ճշմարտությունն ասել։ Դատախազը սկսեց մեղմ հարցեր տալով, նրան ժամանակ տալով հարմարվելու։ Կարող եք մեզ պատմել, ձեր սեփական խոսքերով, թե ինչ է կատարվել։ Տիկին Հեղինեն նայեց դատավորին, հետո Ռոբերտին, ով քաջալերող գլխով արեց։ Նա խորը շունչ քաշեց, սկսեց խոսել։ Ձայնը սկզբում մեղմ էր, բայց ուժ էր ստանում, երբ բառերը հոսում էին։ Նա պատմեց հույսով լի ժամանման մասին, առաջին երջանիկ շաբաթների մասին, Քրիստինեի վարքի աստիճանական փոփոխության մասին։ Նա պատմեց ավելի ու ավելի անհեթեթ կանոնների մասին, աճող վերահսկողության մասին, այն վախի մասին, որը բույն էր դրել։ Երբ հասավ ֆիզիկական ագրեսիաների մասին հատվածին, նրա ձայնը կոտրվեց։ Արցունքները ազատորեն հոսում էին։ Բայց նա շարունակեց, որովհետև պետք էր։ Որովհետև բոլոր մյուս կանայք, ովքեր տառապում էին լռության մեջ, արժանի էին, որ նա քաջություն ունենա խոսելու։ Նա ուժով սեղմում էր թս, երբ զայրացած էր լինում։ Ասում էր, որ եթե ես պատմեմ Ռոբերտին, ոչ ոք ինձ չի հավատա։ Ասում էր, որ ես ծեր եմ, շփոթված, որ խելքից դուրս եմ գալիս։ Ես սկսեցի հավատալ, սկսեցի մարել, մինչ գրեթե անհետացա։ Քրիստինեի փաստաբանը փորձեց հակահարցակնել, ենթադրելով, որ միգուցե տիկին Հեղինեն շփոթում էր բաները, որ միգուցե տարիքի հետ կապված հիշողության խնդիրներ ուներ։ Բայց տիկին Հեղինեն նրան նայեց աչքերին ասաց մի ամրությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ես շփոթված չեմ։ Ես հստակ գիտեմ, թե ինչ է կատարվել իմ հետ։ Եվ գիտեմ, որ արժանի չէի դրան։ Քրիստինեն կանչվեց ցուցմունք տալու։ Նա պահպանեց իր հանգստությունը, հերքեց մեղադրանքները, ասաց, որ տիկին Հեղինեն դժվար էր շփվելու համար, որ ինքը փորձել էր համբերատար լինել, բայց երբեմն պետք էր ամուր լինել։ Երբ դատախազը ցույց տվեց վնասվածքների լուսանկարները հարցրեց, թե ինչպես է դա բացատրում, նա ասաց, որ սկեսուրն ինքն իրեն էր վնասում, որ հաճախակի ընկնում էր։ Բայց դատավորը հիմար չէր։ Նա բավականաչափ փորձ ուներ, ճանաչելու ընտանեկան բռնության օրինաչափությունները, տեսնելու լավ կառուցված ստերի միջով։ Երբ եկավ նրա որոշման ժամանակը, նա ուղիղ նայեց Քրիստինեին։ Դուք փորձեցիք պաշտպանություն կառուցել, հիմնված զոհին անվավեր ճանաչելու վրա, ստիպելով, որ թվում էր, թե նա էր խնդիրը։ Բայց ապացույցները հստակ են։ Տիկին Հեղինեի թերի հետքերը պատահական ընկնելուց չեն։ Դրանք դիտավորյալ ագրեսիաներից են։ Նրա ցուցմունքը համահունչ է, հաստատված է վկաներով։ Եվ ձեր վերաբերմունքը այս նիստի ընթացքում միայն ամրապնդում է մանիպուլի։ Ատիվ վարքի օրինաչափությունը, որը բնորոշ է ընտանեկան ագրեսորներին։ Նա դադար տվեց, խորհրդակցեց իր գրառումների հետ, հետո շարունակեց։ Քրիստինեն մեղավոր ճանաչվեց, դատապարտվեց վատ վերաբերմունքի համար։ Դատավճիռը ներառում էր տիկին Հեղինեին մոտենալու սահմանափակում, համայնքային ծառայություն պարտադիր հոգեբանական խորհրդատվություն։ Դա խիստ պատիժ չէր ժամանակի առումով, բայց դա հանցագործության պաշտոնական ճանաչումն էր, որ տիկին Հեղինեն ճիշտ էր, որ նրա ցավն իրական էր վավեր։ Երբ նրանք դուրս եկան դատարանից, տիկին Հեղինեն զգաց, կարծես մի հսկայական բեռ էր հանվել իր ուսերից։ Ռոբերտը գրկեց նրան հենց մայթին, առանց անտեսելու շուրջն անցնող մարդկանց։ Ավարտվեց, մայրիկ։ Հիմա իսկապես ավարտվեց։ Բայց տիկին Հեղինեն գիտեր, որ լիովին չէր ավարտվել։ Դատական գործընթացն ավարտվել էր, այո, բայց բուժման գործընթացը նոր էր սկսվում։ Նա դեռ մղձավանջներ էր տեսնում, դեռ սարսափում էր հանկարծակի աղմուկներից, դեռ զգում էր այդ սեղմումը կրծքի մեջ, երբ փողոցում տեսնում էր շիկահեր, բարձրահասակ կանանց։ Տրավման մեկ գիշերում չէր ան։ Ետանա։ Դոկտոր Մարիանան էր, ով առաջարկեց աջակցության խմբերը։ Երանում կա մի կազմակերպություն, որն աշխատում է ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հետ։ Նրանք ունեն աջակցության խմբեր, որոնք հանդիպում են շաբաթական։ Կարծում եմ, ձեզ համար շատ լավ կլինի ծանոթանալ այլ կանանց հետ, ովքեր նմանատիպ իրավիճակներ են անցել։ Տիկին Հեղինեն սկզբում տատանվեց։ Իր փորձը անծանոթներին պատմելու գաղափարը վախեցնում էր նրան։ Բայց դոկտոր Մարիանան նրբորեն պնդեց, Ռոբերտը քաջալերեց նրան։ Վերջապես, նա համաձայնեց գոնե այցելել մի հանդիպում։ Խումբը հանդիպում էր կենտրոն թաղամասի մի ՀԿ-ի պարզ սենյակում, ամեն հինգշաբթի երեկոյան։
Այնտեղ կար աթոռներ դրված շրջանած, սուրճ թխվածքաբլիթներ մի փոքրիկ սեղանի վրա անկյունում, պատերին պաստառներ, արտակարգ իրավիճակների համար հեռախոսահամարներով աջակցության հաղորդագրություններով։ Երբ տիկին Հեղինեն առաջին անգամ մտավ Ռոբերտի ուղեկցությամբ, ով դրսում կսպասեր, զգաց, թե ինչպես ներկա բոլոր կանանց հայացքները նրա վրա հառվեցին։ Խմբի համակարգողը Ֆերնանդա անունով մի սոցիալական աշխատող։ Նրան դիմավորեց ջերմ ժպիտով։ Բարի գալուստ։ Սա անվտանգ տարածք է, որտեղ մենք բոլորս կիսվում ենք մեր պատմություններով, փոխադարձաբար աջակցում ենք միմյանց։ Պարտադիր չէ խոսել, եթե չեք ուզում։ Կարող եք պարզապես լսել այսօր, եթե նախընտրում եք։ Տիկին Հեղինեն նստեց աթոռներից մեկին դիտեց։ Այնտեղ կային բոլոր տարիքի կանայք, տարբեր սոցիալական ծագումից, յուրաքանչյուրը կրում էր իր սեփական սպիները, իր սեփական գոյատման պատմությունները։ 20-ն անց մի երիտասարդ կին խոսեց իր նախկին ընկերոջ մասին, ով նրան վերահսկում էր բջջային հեռախոսի միջոցով։ Մի միջին տարիքի կին պատմեց իր ամուսնու մասին, ով տարիներ շարունակ հոգեբանորեն նվաստացնում էր իրեն։ Մի տիկին, ով տիկին Հեղինեից շատ երիտասարդ չէր, կիսվեց իր փորձով մի որդու հետ, ով ֆինանսապես շահագործում էր իրեն։ Երբ եկավ նրա հերթը, տիկին Հեղինեն ինքն իրեն զարմացրեց, սկսելով խոսել։ Ձայնը սկզբում դողդոջուն էր, բայց ուժ էր ստանում։ Նա պատմեց իր պատմությունը, ոչ բոլոր մանրամասները, բայց բավականաչափ։ Եվ երբ ավարտեց, նա արցունքներ տեսավ մի քանի կանանց աչքերում, տեսա վճանաչման, կարեկցանքի, համերաշխության արտահայտություններ։ Կանանցից մեկը, Թերեզա անունով, նրանից հետո խոսեց. Մենք միշտ մտածում ենք, որ դա միայն ուրիշների հետ է կատարվում, որ մենք պետք է ավելի ուժեղ լինեինք, ավելի խելացի։ Բայց ճշմարտությունն այն է, որ ցանկացած մարդ կարող է բռնության զոհ դառնալ։ Եվ դա ամոթ չէ խոստովանել։ Ամոթ է նրա համար, ով ագրեսիա է գործադրում, ոչ թե նրա համար, ով տառապում է։ Այդ խոսքերը խորապես արձագանքեցին տիկին Հեղինեի մեջ։ Նա վերադարձավ հաջորդ շաբաթ, մյուսը։ Աստիճանաբար խումբը դարձավ նրա ապաքինման էական մասը։ Այնտեղ նա կարիք չուներ բացատրելու, կարիք չուներ արդարանալու։ Բոլորը հասկանում էին, որովհետև բոլորն էլ նմանատիպ բան էին անցել։ Ժամանակի ընթացքում տիկին Հեղինեն ոչ միայն աջակցություն էր ստանում, այլ սկսեց առաջարկել այն։ Երբ նոր կին էր գալիս, վախեցած ամաչած, հենց տիկին Հեղինեն էր առաջինը մոտենում, բռնում նրա ձեռքը, ամուր ձայնով ասում. Դուք մենակ չեք, դա ձեր մեղքը չէր։ Տանը կյանքն աստիճանաբար վերադարձավ նոր նորմալի։ Ռոբերտը դիզայներ վարձեց, օգնելու բնակարանը փոխակերպել, այն ավելի քիչ նմանեցնելով այն վայրին, որտեղ տրավման տեղի էր ունեցել։ Նրանք պատերը ներկեցին ավելի բաց ուրախ գույներով, տեղափոխեցին կահույքը, նոր բույսեր գնեցին պատշգամբի համար։ Տիկին Հեղինեն նորից սկսեց խոհարարությամբ զբաղվել, այս անգամ առանց վախի, խոհանոցն օգտագործելու, ինչպես կցանկանար։ Ռոբերտը գալիս էր աշխատանքից տունը գտնում էր եգիպտացորենի ալյուրից տորթի, տնական հացի, բոլոր այն բաղադրատոմսերի հոտով, որոնք նա չէր պատրաստել մղձավանջի ամիսներին։ Նրանք միասին ընթրում էին ամեն երեկո, խոսելով օրվա մասին, ապագայի պլանների մասին, ոչնչի ամեն ինչի մասին։ Նա իրան շարունակում էր աշխատել այնտեղ, բայց հիմա դինամիկան լիովին այլ էր։ Նա տիկին Հեղինեն զարգացրին անկեղծ բարեկամություն, առավոտյան միասին սուրճ էին խմում, խոսում էին կյանքի մասին, ծիծաղում էին անիմաստ բաների վրա։ Նա իրան հպարտությամբ էր դիտում տիկին Հեղինեի փոխակերպումը, իմանալով, որ ճիշտ բան էր արել այն օրը, երբ որոշեց գործել։ Ռոբերտը նույնպես թերապիա անցավ։ Նա պետք է մարսեր այն մեղքը, որը զգում էր մոր տառապանքը ավելի շուտ չնկատելու համար, այն սխալ ընտրության համար, որը նա արել էր ամուսնանալով Քրիստինեի հետ, այնքան կույր լինելու համար։ Նա սովորեց, որ ինչ-որ մեկին սիրելը չի նշանակում փակել աչքերը նրա թերությունների վրա, որ ինչ-որ մեկին խնամելը նշանակում է իսկապես ներկա լինել, ոչ միայն ֆիզիկապես, այլ էմոցիոնալ առումով։ Այդ բացահայտող գիշերվանից 6 ամիս անց տիկին Հեղինեն անճանաչելի էր։ Ոչ ֆիզիկապես, թեթերի հետքերը լիովին բուժվել էին, բայց ներքին առումով։ Նրա մեջ հիմա ուժ կար, վերականգնված արժանապատվություն, մի ձայն, որն այլս չէր լռում։ Աջակցության խմբի այդ հանդիպումներից մեկում Ֆերնանդան, համակարգողը, մի առաջարկ արեց։ Տիկին Հեղինե, դուք շատ հզոր պատմություն ունեք։ Երբե մտածել եք այն ավելի լայնորեն կիսելու մասին։ Մենք երբեմն հանրային միջոցառումներ ենք կազմակերպում, դասախոսություններ ընտանեկան բռնության մասին։
Կարծում եմ, ձեր ցուցմունքը կարող է շատ մարդկանց օգնել։ Տիկին Հեղինեն մտածեց։ Հանրայնորեն խոսելու գաղափարը վախեցնում էր նրան, բայց մինույթ ժամանակ նա զգում էր, որ միգուցե դա իր ճանապարհի հաջորդ քայլն էր։ Նա համաձայնեց, 2 շաբաթ անց նա մի փոքրիկ դահլիճում էր, 50 հոգուց բաղկացած լսարանի առջ, հիմնականում կանայք, պատմելով իր պատմությունը։ Երբ հասավ այն հատվածին, թե ինչպես վերջապես քաջություն ունեցավ գրելու այդ գրությունը, նրա ձայնը դողաց, բայց չկոտրվեց։ Երբ խոսեց Ռոբերտի կողմից ճշմարտությունը բացահայտելու մասին, արցունքները եկան, բայց չխանգարեցին նրան շարունակել։ Եվ երբ հասավ վերջին, երբ խոսեց ապաքինման հույսի մասին, նրա ձայնը ամուր էր, ինչպես ժայռը։ Ես հավատում էի, որ լռությունը կպաշտպանի ինձ, ասաց նա, նայելով լսարանին։ Բայց այն գրեթե ոչնչացրեց ինձ։ Վախը տառապողի մեղքը չէ։ Դա նրա մեղքն է, ով ստիպում է մյուսին լռել։ Եվ ես այսօր այստեղ եմ ասելու. մի լռեք։ Խոսեք, բղավեք, օգնություն խնդրեք։ Որովհետև դուք արժանի եք լսվելու։ Դուք արժանի եք հավատալու։ Դուք արժանի եք ապրելու արժանապատվությամբ։ Լսարանը ոտքի կանգնեց, ծափահարելով։ Տիկին Հեղինեն արցունքներ տեսավ շատ դեմքերում, տեսավ ճանաչման, երախտագիտության արտահայտություններ։ Դասախոսությունից հետո մի քանի կանայք մոտեցան շնորհակալություն հայտնելու, իրենց սեփական պատմությունները կիսելու, խորհուրդներ խնդրելու։ Եվ տիկին Հեղինեն, ով ամիսներ առաջ հազիվ էր կարողանում գտնել իր սեփական ձայնը, այնտեղ էր, ուշ հույս առաջարկելով այլ կանանց։ Ռոբերտը ամեն ինչ դիտում էր սենյակի անկյունից, հպարտությունը լցնում էր իր կրծքը։ Դա իր մայրն էր, մարտիկ կինը, ով նա միշտ գիտեր, որ նա էր, բայց ով ժամանակավորապես ջնջվել էր տրավմայից։ Հիմա նա վերադարձել էր, ավելի ուժեղ, քան երբևէ։ Այդ գիշեր, երբ նրանք տուն վերադարձան, նրանք նստեցին պատշգամբում, թեյի բաժակներով, նայելով քաղաքի լույսերին։ Որդիս, շնորհակալ եմ, հանկարծ ասաց տիկին Հեղինեն։ Ինչի՞։ Համար, մայրիկ։ Որ հավատացիր ինձ։ Որ փրկեցիր ինձ։ Որ ինձ արավորություն տվեցիր նորից ինքս ինձ գտնելու։ Ռոբերտը բռնեց մոր ձեռքը։ Դուք ինքներդ ձեզ փրկեցիք, մայրիկ։ Ես պարզապես դուռը բացեցի։ Բայց դուք էիք, ով քաջություն ուներ անցնելու դրանով։ Նրանք մնացին այնտեղ հարմարավետ լռության մեջ, յուրաքանչյուրը կորած իր սեփական մտքերում։ Ճանապարհը երկար էր ցավալի, բայց արժեր։ Տիկին Հեղինեն անցել էր ամենամութ հովտով դուրս եկել մյուս կողմից, ոչ միայն ողջ, այլ իսկապես ապրելով։ Ամիսները վերածվեցին 1 տարվա։ Տիկին Հեղինեն շարունակեց մասնակցել աջակցության խմբին, հիմա ոչ միայն որպես անդամ, այլ որպես համակարգողներից մեկը։ Նա շարունակեց դասախոսություններ անել, կիսվելով իր պատմությամբ, օգնելով այլ կանանց գտնել իրենց սեփական ձայնը։ Նա կամավոր դարձավ ՀԿ-ում, օգնելով կազմակերպել միջոցառումներ, միջոցներ հավաքել, փոփոխություն մտցնել։ Տանը կյանքը գտել էր առողջ երջանիկ ռիթմ։ Ռոբերտը հանդիպում էր մի նոր կնոջ, Պատրիցիայի հետ, գրականության բարի անկեղծ ուսուցչուհի, ով տիկին Հեղինեին վերաբերվում էր անկեղծ հարգանքով սիրով։ Չկար մրցակցություն, չկար խանդ, պարզ։ Ապես ներդաշնակ համակեցություն 3 չափահասների միջ, ովքեր փոխադարձաբար հարգում էին միմյանց։ Տիկին Հեղինեն նորից զբաղվեց հոբբիներով։ Նա գրանցվեց թաղամասի եկեղեցու ձեռագործության դասընթացին, նոր ընկերություններ ձեռք բերեց, նորից սկսեց ասեղնագործել, ինչպես անում էր երիտասարդ տարիքում։ Նրա սենյակը հիմա լի էր կյանքով, բույսերով, որոնք ինքն էր խնամում, երջանիկ պահերի լուսանկարներով, փոքրիկ ձեռագործության նախագծերով, սեղանին սփռված։ Հին ռադիոն, որը նախկինում լարվածության պատճառ էր, հիմա ազատորեն նվագում էր իր սիրելի երգերը։ Տիկին Հեղինեն խոհարարությամբ էր զբաղվում, երբ ուզում էր, հյուրեր էր ընդունում, երբ ուզում էր, դուրս էր գալիս, երբ ուզում էր։ Նա վերականգնել էր ոչ միայն իր ձայնը, այլ իր ինքնավարությունը, իր արժանապատվությունը, իր սեփական կյանքը։ Մի կիրակի կեսօր, գրեթե 2 տարի անց այն գիշերվանից, որը փոխեց ամեն ինչ, տիկին Հեղինեն շենքի համայնքային այգում էր, ջրելով վարդերը, որոնք ինքն էր տնկել։ Ռոբերտը իջավ նրան ճաշի կանչելու նրան այնտեղ գտավ, ծղոտե գլխարկով, այգեգործական ձեռնոցը։ Ռով, ժպտալով ծաղիկներին, կարծես դրանք հին ընկերներ լինեին։ Մայրիկ, ճաշը պատրաստ է։ Պատրիցիան պատրաստել է այն լազանյան, որը դուք սիրում եք։ Տիկին Հեղինեն հանեց ձեռնոցները որդու կողքով քայլեց դեպի վերելակ։
Մինչ նրանք բարձրանում էին, Ռոբերտը նրան դիտում էր հայելու արտացոլանքից։ Նա տարբեր էր այն վախեցած կնոջից, ով այնտեղ էր եկել տարիներ առաջ, բայց նա տարբեր էր այն կոտրված կնոջից, ով գրեթե ոչնչացվել էր բռնության կողմից։ Նա իր սեփական նոր տարբերակն էր, ձավորված տառապանքի կրակում, բայց կոփված ապաքինման քաջությամբ։ «Գիտեք, մայրիկ, ես մտածում էի», ասաց Ռոբերտը, երբ նրանք մտան բնակարան։ «Դուք կարող եք գիրք գրել։ Ձեր պատմությունը, ձեր ճանապարհը։ Կարծում եմ, դա կարող է շատ մարդկանց օգնել»։ Տիկին Հեղինեն ժպտաց, քննարկելով գաղափարը։ «Միգուցե, որդիս։ Միգուցե մի օր։ Բայց առայժմ ես ուրախ եմ ապրել օրը մեկ օր, վայելելով խաղաղության յուրաքանչյուր պահը, որը ձեռք եմ բերել»։ Եվ դա ճիշտ էր։ Տիկին Հեղինեն սովորել էր, որ ապաքինումը ուղիղ գիծ չէր, դա վերջնական նպատակակետ չէր, որին հասնում ես վեր։ Դա շարունակական գործընթաց էր, լավ դժվար օրերով, ուժի խոցելիության պահերով։ Բայց նա ողջ էր, ազատ էր, լիովին ապրում էր։ Եվ դա, այն ամենից հետո, ինչ նա անցել էր, ավելին էր, քան բավարար։ Դա ամեն ինչ էր։